Ըհը։ Մ, Հիմա եկեք սկսենք կորստի տեսակներից և հետո անցնենք առաջ։ Ընթացքում կարող է ես մի փոքր էլի ընդհատեմ, որովհետև դեռ միանում են մարդիկ, ա, որոշ մարդկանց ոնց որ ընդունելու համար։ Ինչի է մեզ պետք ընդհանրապես որևէ դասակարգում կորստի տեսակների վերաբերյալ։ Դրանք ի դեպ բազմաթիվ են։ Եթե ես ուզենայի երևի գտնել սենց համակարգվածը, կդժվարանայի ինքս էլ երևի կազմելու առումով, որովհետև մոտեցումները դրան շատ տարբեր են։ Ընդգրկել բոլոր կորստի տեսակները մի դասակարգման մեջ նույնպես բավականին բարդ է լինում։ Բայց ամեն դեպքում ես ընտրել եմ մի դասակարգում, որի մասին կխոսենք։ Ինչու է պետք դասակարգումը, որովհետև կորստի հետ աշխատելու, իսկ կորստի հետ չենք աշխատում, կորստի հետևանք սքի հետ ենք աշխատում, վշտի հետ ենք աշխատում, որպես այդպիսին տարբերվում է մեր մոտեցումները, թե մենք կորստի ինչ տեսակ ունենք։ Կորստի տեսակներ կան, որ իրենք ի սկզբանե ենթադրում են արդեն բարդ սուգ, որպես այդպիսին։ Մենք հիմա իրար հետ քննարկենք ու դուք կտեսնեք, թե ինչի մասին է խոսքը։ Նու ըստ մի դասակարգման առանձնացնում են ոնց որ օբյեկտիվ ֆիզիկական կորուստներ, երբ որ իրականում ինչ որ մի բան մեզանից հեռացել է, կորել է, գնացել է։ Այսինքն դա կարող է լինել ֆիզիկական մահը, երբ որ մարդիկ մահանում են։ Այստեղ մահնել առանձնացնում են տարբեր մահեր, սրանք էլ է տարբեր կերպ ապրվում։ Հավատացեք, ասենք նորածնի մահը ուրիշ կերպ է ապրվում, դեռ չծնված երեխայի կորուստը, եթե կարող ենք դա ասել մահ, ուրիշ կերպ է ապրվում։ Եթե երեխան ծնվում է մահացած, դա ուրիշ կերպ է ապրվում։ Եթե հղիության վաղ շրջանում, պերինատալ շրջանում վիժում է տեղի ունենում, սա էլ ունի իր առանձնահատկությունները։ Այսինքն ինքը մահը որպես այդպիսին միանշանակ չի, կախված նրանից, թե մահը կամ ֆիզիկապես ինչ որ մի բան մեզանից հեռանալը ինչ տեսակ է եղել, ենթադրում է իրենից հետո որոշակի ապրումների խումբ, որը կամ ինքներս մեր հետ, կամ ուրիշների հետ աշխատելու ժամանակ պիտի ունենանք։ Կորուստը պարզ է, որ միայն մահը չէ, կորուստ մենք անվանում ենք և առողջության կորուստը, այստեղ այս դասակարգման մեջ ֆիզիկական օբյեկտիվ կորուստների հաջորդ կետը առողջության մասին է խոսքը։ Առողջության կորուստն էլ լինում է տարբեր։ Դա կարող է լինել քրոնիկական բնույթի հիվանդություններ, դա կարող է լինել օրինակ տարիքի հետ ծերացման ժամանակ որոշակի կարողությունների, ունակությունների կորուստ։ Եվ որոշ մարդիկ դա կարող են շատ դժվարությամբ ընդունել։ Դա կարող է լինել որևէ մարմնի մասի կորուստ։ Եվ բնականաբար առողջությունն էլ, հա, միանշանակ չի առողջության հետ կապված կորուստը, տարբեր է լինում։ Հոգեկան առողջության կորուստը ես առանձին եմ նշել, որովհետև սա էլ կարելի է վերագրել առողջության կորստին, բայց եկեք նայենք առանձին կորուստ։ Օրինակ ասենք, եթե մարդիկ ունենում են հոգեկան խանգարման ինչ որ տեսակ, դա կարող է լինել, չգիտեմ, բիպոլար խանգարում, դա կարող է ցանկացած։ Սա նույնպես իրենք կարող են բավականին դժվար տանել։ Սա կարող է լինել մեր իրերի անշարժ գույքի կորուստ, կարող է լինել աշխատանքի կորուստ, տան իրի կորուստը լրիվ ուրիշ կերպ է ընկալվում։ Եթե նայում ենք տուն, իհարկե ֆիզիկական կորուստների մեջ չկարելի չմտցնել հայրենիքի կորուստը։ Սա էլ շատ յուրօրինակ կորստի տեսակ է։
Գուցե ոչ միշտ ու հաճախ հանդիպող, բայց շատ յուրօրինակ կորստի տեսակ է, ինչին մենք գոնե մեր ժողովուրդը ինչի հետ առնչվում է, ցավոք սրտի։ Երկրորդ տեսակը կորուստների դա ոնց որ ոչ ֆիզիկական, հաճախ գրականության մեջ դրան ասում են հարաբերական կորուստներ։ Դրանք կապերի փոփոխություն կարող են լինել հարաբերությունների կորուստ, օրինակ, ասենք, հարաբերությունները եթե ավարտվում են, կապ չունի ինչ հարաբերություններ, դա կարող են ընկերական հարաբերություններ, դա կարող են լինել բարեկամական հարաբերություններ։ Այստեղ խնդիրը նրանում է, որ դա բնականon ավարտ չի ունեցել հարաբերությունը, այլ ընդհատվել է, մենք կորցրել ենք այդ հարաբերությունը։ Սա կարող է լինել ամուսնալուծությունը, որպես հարաբերության կորուստ, ընտանիքից բաժանումը, ասենք լինում է այդպես, որ ինչ-ինչ պատճառներով ընտանիքի մի անդամը հեռանում է ընտանիքից։ Դա կարող է լինել երեխան, կարող է լինել, չգիտեմ, ուրիշ ազգական, բայց ոչ թե ֆիզիկապես էլ է հեռանում, բայց ոչ թե մահն է խնդիրը, այլ խնդիրը նա է, որ մենք կորցնում ենք հարաբերությունը։ Ծնողի, զուգընկերոջ հարաբերության կորուստը, սա կարող է չլինել անպայման ամուսնություն, այլ ընդհանրապես որևէ զուգընկերային հարաբերություն։ Եվ կորստի մյուս մեծ խումբը դա ինքնության կորուստն է։ Ինքնության կորստի մեջ շատ հաճախ դնում են սոցիալական դերերի կորուստը, առանձնացնում են ցանկացած սոցիալական դերի կորուստ, որ կարող է մարդը ունենալ։ Դա կարող է լինել, չգիտեմ, կյանքի իմաստի կորուստ, դա կարող է լինել արժեքների կորուստ, դա կարող է լինել հավատքի կորուստ, դա կարող է լինել օրինակ տեսեք ընտանի կենդանու կորուստը ես միտեղ տեսա որ դա ոչ թե ֆիզիկական կորուստների մեջ է նշվում է երբեմն ինքնության, բայց ես դա կդասակարգեի որպես ֆիզիկական կորուստների շարքին, հա։ Եվ իհարկե լինում են կորուստների տեսակներ, որոնք անվանում են շատ բարդ ու անորոշ կորուստներ, եւ մենք ունենք հեղինակներ, ովքեր մասնագիտացած են հենց բարդ անորոշ կորուստների հետ, ոնց որ տեսական եւ հետազոտական հարցերով զբաղվելու առումով, օրինակ, երբ որ կարող է լինել ֆիզիկական կորուստ, մահ, բայց այդ մահը լինի ինքնասպանության տեսքով, կամ դա կարող է լինել անհայտ կորած անձ։ Այստեղ կորստի հետևանք ապրումները շատ ավելի տարբերվող են լինում։ Երբեմն լինում է առանձնացնում են այս կորստի տեսակն է հետաքրքիր չճանաչված կորուստներ։ Չճանաչված կորուստները գիտեք որոնք են, օրինակ դա կարող են լինել գաղտնի հարաբերություններ, որ դու որևէ մեկին ասել չես կարող այդ հարաբերության մասին եւ կորցրել ես այդ հարաբերությունը կամ ֆիզիկապես կամ ուղղակի դա որպես հարաբերության կորուստ է։ Սա չճանաչված կորուստների շարքին կարող է պատկանել, այսինքն երբ որ շրջապատի մարդիկ կամ չգիտեն, կամ եթե նույնիսկ գիտեն, չեն ճանաչում այդ կորուստը։ Սա էլ է շատ յուրօրինակ ապրվում եւ ելնելով, շատ համարենք պայմանական մոտավոր այս դասակարգումից մենք հասկանում ենք, որ թե կորուստը ինչպես է տեղի ունեցել, ինքը ունի իր շատ բազմազանությունը եւ ինչի կորուստ մենք կարող ենք ունենալ, դա էլ է շատ բազմազան եւ բնականաբար դա որպես այդպիսին պայմանավորում է հետևանք, թե մենք ինչպես դա կապրենք։ Եվ տեղյակ լինել սրան իհարկե շատ օգնում է մեզ հետո կարողանալ ինքներս մեր հետ կամ ուրիշների հետ աշխատելու հարցում։
Մի ուրիշ դասակարգում շատ հետաքրքիր ձևով տալիս է 7 տեսակ։ Հեղինակը ներքևում գրած է, եթե դա ձեզ հետաքրքրում է, թե ով է այս դասակարգման հեղինակը, այսինքն ինքը դասակարգում է հետևյալ կերպ, որ մենք ունենք մարդու կորուստ, ունենք եսի կորուստ, ունենք դերի կորուստ, ունենք ապագայի կորուստ, ունենք արժեքների իմաստի կորուստ, ունենք անկության կորուստ, կյանքի կառուցվածքի կորուստ, 7 կետեր են և ըստ հեղինակի իրենք արտացոլում են կորստից հետո սքի բոլոր շերտերը, այսինքն և ֆիզիկական մասը, և հոգեբանական մասը, և սոցիալական մասը, և էգզիստենցիալ մասը։ Եվ սա համարվում է մի տեսակ ինտեգրված մոդել կորստի տեսակների, Եվ ես ուզում եմ ձեզ նաև ներկայացնել, թե մի քիչ ինչքան որ ես կարողացա դա դասակարգել, որովհետև մոտեցումները սկսած երբանից որ հոգեբանությունը սկսել է զարգանալ, տարբեր են եղել։ Օրինակ առաջի սերունդը, ովքեր որ խոսել են կորստի մասին, կորստից հետո սուգը հաղթահարելու յուրօրինակ մոտեցում ա եղել։ Նու սա ավելի վերաբերվում է հոգեվերլուծական մոտեցումներին։ Ֆրոյդը ինքը ժամանակին ասում էր, որ դե պիտի այնինչ կորցրել ենք, համեմատաբար մոռանանք, անցնենք առաջ։ Այսինքն մոռանալը մի քիչ երևի խիստ ասեցի ես, դադարեցնենք կապը մահացածի հետ և շարժվենք առաջ։ Այդ մոտեցումը կտրուկ փոխվել է մինչ օրերս, դա եթե 1900-ականի սկզբների մոտեցում էր, դրանից հետո շատ փոխվել են մոտեցումները։ Դրանից հետո հաջորդ սերունդը կորստի մասին խոսող հեղինակների, դա Էլիզաբեթ Կուբլեր-Ռոսի մոդելն է, որը որպես այդպեսին չի տալիս, թե սքի հետ ոնց աշխատել, ինքը ավելի շատ նկարագրում է, թե ոնց է ընթանում սուգը։ Եվ երևի դուք գիտեք գրականությունից, որ իր այս նկարագրությունը հենց վերաբերվել է այն մարդուն, ով ինքը իր առողջությունն է կորցնում կամ իր կյանքն է կորցնում որպես այդպեսին։ Իրենք տեսել են, թե օրինակ մահացու հիվանդություն ունեցողները ինչպես են ապրում այդ իրողությունը եւ հետո սա դարձել է մի տեսակ ընդհանրական տեսություն։ Սա ամենաճանաչված ու տարածված մոտեցումներից մեկն է, որ ոնց որ դասակարգում է, թե ոնց ենք մենք ապրում իր փուլերով։ Կուբլեր-Ռոսը շատ մանրամասն այդպես չի անդրադառնում, թե ոնց աշխատել սրա հետ։ Սոնա ջան, հարց ունեք։ Մենք դրա վերաբերյալ չպայմանավորվեցինք իրար հետ, բայց իրականում դուք ազատ եք միշտ ցանկացած պահի հարցեր տալ։ Երբ որ հարց կառաջանա, խնդրեմ։ Իհարկե կարող ենք այդպես պայմանականորեն որոշել, որ մի քիչ տեսական բաներ խոսենք, ասենք մոտեցումներ, ինչ կան, հետո անդրադառնանք հարցերի, բայց միևնույն ժամանակ կարծում եմ մեր շփումը բավական կենթանի կլինի, եթե դուք ցանկացած պահի հարցեր տաք։ Լսում եմ, Դուք ինձ լսում եք։ լսում եմ, Սոնա, լսում եմ։ Միկրոֆոնը անջատեցիր, Սոնա, միկրոֆոնը միացրու, որ լսենք։ Ճակ։ Քանի որ Ֆրեյդին անդրադարձակ չկարողացա անտարբեր անցնել, կխնդրեի մի փոքրիկ անդրադառնաք, որ մարդը Ֆրեյդը ինքը մարդը ասում էր, որ լիբիդոյի հետ է, չէ, կապված, այսինքն ունենում է հին կապ, էներգիա ու երբ որ մարդը մահանում է, այդ կապը նաև կտրվում է իր հետ, այսինքն ինքը կորուստը դիտում էր որպես լիբիդոյի ապավիման կորստի խնդիր, որքան ժամանակ էր մոտարապես Ֆրեյդին Ֆրեդից պահանջվում, որպեսզի այդ խնդիրը լուծվեր։ Կա ինչ-որ ստատիստիկա, թե որ ուղղվածությունը որքան թերապևտիկ այց են իրենցից ենթադրում։ Ես անկեղծ ասած, եթե գնանք այդ ճանապարհով, շատ կշեղվենք, եւ քանի որ սա հիմա ամենաքիչ աշխատող մոդելներից է, ամենաքիչ աշխատող, ես կառաջարկեմ անցնենք առաջ, եւ եթե հետո այդ հարցը մնա, այդ հարցին կանդրադառնանք։
որովհետև այդ մոտեցումները խիստ փոփոխության են ենթարկվել, խիստ։ Okay. Եվ հիմա որպես այդպեսին առաջնային ոնց որ գծերում չեն։ Այսինքն միևնույն է հիմքը այստեղ Ֆրեյդին չենք ընդունում։ Համենայն դեպս հիմա ամենատարածված մոտեցումը Ֆրեյդինը չի։ Շատ լավ։ Դա ամենաառաջի սերնդի կարծես տեսություններն են, որոնք շատ փոփոխության են ենթարկվել, շատ։ Երկրորդ շատ ավելի տարածվածը ասեցի, որ Կուբլեր-Ռոսին է, դուք բոլորդ գիտեք, որ ինչա տեղի ունենում եւ հարցեր, որ գրել էիք արդեն շնորհակալություն հարցերի համար, հենց վերաբերվում էր այս նկարագրությանը, ես մի քանի հարց կարդացի, վերաբերվում էր, որ երբ որ ժխտում են կորուստը եւ բնականաբար սքի ընթացքը ինչպես է այդտեղ փոխվում, ասենք հա, առաջին մի բանը, որ ինքը ասում էր, դա հենց շոկի վիճակն էր, որ չի կարող պատահել, չեն ընդունում, ժխտում են։ Հետո սկսում են շատ ջղայնանալ կատարվածի մասին, անարդարության զգացողություն առաջանում, ջղայնություն առաջանում, վիրավորանք առաջանում, հետո սկսում է սակարկելը, որ սկսում են սակարկել, այստեղից մի տեսակ արդեն եթե սկսում են սակարկել, ոնց որ իրականության ընդունումն է առաջ գալիս, հենց որ իրականությունը ընդունում են, սկսվում է բնականաբար տխրությունը շատ, մեծ տխրությունը, եւ հետո այդ իրականությունը ամբողջությամբ ընդունելը, կարծես ընդունում են, որ տեղի է ունեցել կորուստը։ Հիմա ինչքան էլ որ ինքը մասնագիտական դաշտում եւ ոչ մասնագիտական դաշտում ամենատարածված մոտեցումներից մեկն է, բայց իրեն ընկալում են որպես ավելի շատ նկարագրական, թե ինքը նկարագրում է ինչպես է տեղի ունենում։ Այստեղ ուզում եմ անպայման ավելացնել, որ չկա այս տեսակ, ոնց ասեմ, քարացած որպես այդպիսին նկարագրություն, սա շատ անհատական է։ Տարբեր մարդիկ անցնում են շատ տարբեր կերպ, իրենք կարող են որոշ փուլերով չանցնել, կարող են որոշ փուլեր թռնել, հաջորդ սերնդի տեսաբանները ասում էին, որ կարևորը այս փուլերը չեն, կարևորը թե այս փուլերում ինչ խնդիր են մարդիկ լուծում իրենց համար։ Եվ մենք էլ որպես մասնագետներ երևի պիտի հասկանանք, ընդունենք, թե դիմացինը ինչ խնդիր պիտի լուծի այս փուլերի ժամանակ։ Ոչ թե որ կենտրոնանանք, որ այս փուլերը կան, չկան, անցան, չանցան, իհարկե չանցնելը շատ վտանգավոր է եւ երկար ժամանակ ինչ որ փուլում մնալը անպայման պիտի գրավի մեր ուշադրությունը, բայց հենց փուլում խնդիրները լուծվում են, բնականաբար փուլերի հերթագայությունն էլ է սկսվում, մարդիկ հերթով անցնում են մի փուլից մի փուլ։ Այսպիսի մի մոտեցում էլ կա, որը որ սուքը նկարագրում է որպես հարմարվելու 4 փուլեր։ Այսինքն ինքը ասում է, որ առաջի փուլը շոկն ու անճարակությունն է, հետո գալիս է շատ ուժեղ կարոտու ցավը, հետո գալիս է ապագայի նկատմամբ անորոշությունը, հետո գալիս է նոր իրականության ընդունումը։ Դուք կտեսնեք, որ շատ դասակարգումներ իրար շատ նման են, տարբեր չեն շատ այդ դասակարգումները։ Երկրորդ համարվում է գոնե այդպես երկրորդ սերնդի Կուբլեր-Ռոսից հետո ամենաճանաչված մոտեցումներից մեկը եւ ընդհանրապես սքի հետ տեսական վերլուծությունների հետազոտությունների հեղինակ համարվում է Wardene եւ ինքը ասում է, որ 4 առաջադրանք պետք է լուծել սքի ժամանակ կամ լուծում են մարդիկ։ Համարում է, որ հոգեբանական այն գործընթացները, որ տեղի են ունենում, այս 4-ն են։ Այսինքն առաջինը ընդունել կորուստը որպես փաստ, անցնել այդ ցավի միջոցով եւ հետո հաջորդը հարմարվել կյանքին առանց մարդու կամ առանց այն երևույթի ինչը որ կորցրել ենք, առանց հարաբերության, առանց այդ մարդու եւ հետո գտնել նոր կապ ու շարունակել։ Մի տեսակ, որը տալիս է առաջադրանքների շարք, թե ինչ պետք է անել։
Հաջորդ սերնդի տեսաբանները խոսում են, թե ինչպես պետք է անել։ Ինչքան որ մենք մասնագետների հետ հանդիպումներ ունենում ենք, քննարկում ենք, խոսում ենք, մեզ բոլորիս կարծեք ամենաշատը հետաքրքրում է ինչպես-ը, ոչ թե ինչ է լինում, ինչ պետք է անել, այլ ինչպես անել։ Քիչ հետո ես կանդրադառնամ այն հեղինակներին, ովքեր անդրադառնում են, թե ինչպես անել։ Բայց ամեն դեպքում այստեղ նաև մի քիչ ուզում եմ մանրամասնել այն հարցը, որ ըմ, երևի հոգեբանության մեջ, գործնական հոգեբանության մեջ, մասնավորապես թերապիայի մեջ, ամենաբարդագույն խնդիրներից մեկը երևի նա է իրականությունը ընդունելը։ Մենք շատ խնդիրներ ենք ունենում իրականության ընդունման հետ կապված եւ շատ տեսնում ենք այցելուների մոտ։ Բնականաբար կորուստը չէր կարող առանձնանալ։ Օրինակ, ծնողները շատ հաճախ չեն կարողանում ընդունել երեխաների իրենց իրենցից տարբեր լինելը, չեն կարողանում ընդունել իրենց դիմացինի տարբեր բնավորություն, տարբեր արժեքներ, տարբեր մոտեցումներ ունենալը, չեն կարողանում ընդունել դիմացինի կամ իրենց հիվանդությունը, որը որ ակնհայտ է, բայց դա դժվար է ընդունելը։ Եվ նույնքերպ բնականաբար կորուստը։ Նու հոգեբանները սա բացատրում են նրանով, որ ընդունելը միշտ ես ձեզ շատ խնդրում եմ միկրոֆոնները անջատեք, հա։ Կարծեմ Կարինեի միկրոֆոնն է միացրած, Կարինե Գրիգորյան։ Ընդունել Ներողություն։ նշանակում է միշտ ունենալ հիասթափություն, ունենալ ուժեղ ցավ։ Բնականաբար չընդունելը գալիս է մեզ պաշտպանելու այդ ցավից եւ ավելի նու սկզբի փուլում հեշտ է չընդունել, նու համենայն դեպս բացատրություններից մեկը սա է եւ մենք ինչքան խոսում ենք, միշտ ասում ենք, որ մի երևույթը չի կարող ունենալ հենց մի պատճառ եւ չի ունենում սովորաբար եւ մի բացատրություն, հոգեբանությունը միշտ ունենում է մի քանի բացատրություններ, բայց բացատրություններից մեկը նա է, որ դա ուժեղ ցավից մեզ պաշտպանում է։ Հետո հոգեկանը կամած պատրաստվում է այդ ցավի հետ աշխատելուն եւ սկսում է կամած ընդունել այդ իրականությունը։ Անցնել ցավի միջոցովը սա էլ է շատ ինձ թվում է հարց առաջացնող եւ մեր մշակույթում եւ ընդհանրապես, որովհետեւ մեր մշակույթում մասնավորապես մենք շատ ուզում ենք, որ մեր դիմացինը շատ չցավի։ Մենք ուզում ենք միշտ իրեն փայփայած լինենք, խնայած լինենք, բայց դե չի լինում առանց ցավի։ Քիչ հետո ես կխոսեմ մի հեղինակի մասին, որը մի շատ լավ արտահայտություն ունի, որ այդ ցավը սիրո գինն է։ Այսինքն, եթե մենք հարազատ ենք կորցնում, չի կարող չցավել։ Մնում է, որ հասկանանք, թե այդ ցավը ինչքան անհատական է լինում, այդ սուգը վիշտը ինչքան անհատական է լինում եւ այդ ինչքան մինչև որ սահմանն է, որ այդ ցավը, որ մենք կարող ենք համարել, որ այդքան պիտի ցավի, նոր մարդը անցնի առաջ, բայց որ պիտի ցավի եւ դա ցավը նորմալ է եւ չի կարող ուրիշ կերպ լինել, բնականաբար մենք պիտի ընդունենք։ Երբ որ մենք շատ ոնց որ ուզում ենք ուրիշի լացը չտեսնել, ասում ենք հերիք է լացես, հերիք է ցավա, հերիք է այսպես անես, հերիք է այնպես անես, մենք պիտի հասկանանք, որ մարդը դրա միջով պիտի անցնի, պիտի չմնա դրա մեջ, բայց դրա միջով պիտի անցնի։ Իհարկե, երրորդ կետը հարմարվել կյանքին առանց այն մարդու կամ այն երևույթի, ինչը որ կորցրել ենք, սա էլ է շատ կարծում եմ ոչ հեշտ գործընթաց եւ սրա մասին հաջորդ սերնդի տեսաբանները շատ ավելի շատ են խոսում, թե մենք այդ ինչպես պիտի կարողանանք հարմարվել։ Այսինքն ինչ է նշանակում, որ ես կորցրեցի ցանկացած օրինակ կարող եմ ասել, ես կորցրեցի ծնողի, ես կորցրեցի երեխայի, ես կորցրեցի հայրենիք, ես այդ ոնց պիտի կարողանամ հարմարվել կյանքին առանց այդ ամեն ինչի, ինչ պետք է անել։ Այստեղ
ինչ որ գործողություններ, կարևորը որ մենք մեր մտքում ունենանք։ Ինչքան կկարողանանք դա անել եւ ինչքան կկարողանանք օգնել, որ դիմացինը անի, դա հարցի մյուս կողմն է, բայց իմ խորին մոտեցմամբ գոնե տեսականորեն մենք մեր մտքում պիտի ունենանք, թե ինչ ձևեր կան, մարդկության փորձը մեզ ինչ է ասում։ Քիչ հետո դրան կանրադառնանք։ Եվ չորրորդ կետը գտնել նոր կապ, շարունակել ապրել։ Սա թյուրիմացաբար թող չընկալվի, որ այդ մարդու փոխարեն ուրիշ կապ ենք գտնում, որը կփոխարինի այդ կապին։ Սա դրա մասին չի խոսքը։ Մենք գիտենք եւ երևի պատերազմից հետո շատ էլ տեսանք այդ երևույթը, որ շատ ծնողներ, որպեսզի կարողանան այդ վիշտը ապրեն, իրենք հետո երեխաներ ունեցան, այդ երեխաների անունը դրեցին իրենց մահացած ավակ երեխաների անունը եւ այ թյուրիմացաբար, եթե դա անցալենք, որ դա նոր կապ գտնելն էր, պիտի ասենք, որ դա նոր կապ գտան, բայց սրա մասին չի խոսքը բնավ։ Մահացածի հետ նոր կապ գտնելու մասին է խոսքը։ Այսինքն հարաբերությունները ֆիզիկականից անցնում են հոգևորի։ Ինչպես այդ հոգևոր կապը պահպանել, սրա մասին է խոսքը։ Եվ նոր ձևով այդ նոր հարաբերություններով շարունակել ապրել։ Եթե հարցեր ունեք, սա շատ տարածված տեսաբան է սքի վշտի ապրման հարցերում, եթե ունեք, խնդրեմ հարցեր։ Ես հետո անկեղծ ասած մի սխալ բան եմ արել, որ գրականության ցանկ չեմ կցել, բայց նրանք, ովքեր որ գրականության ցանկ կցանկանան, կարող են ինձ առանձին գրել, ես կաշխատեմ գրականության ցանկ ձեզ տրամադրել։ Էլեն, եթե հարց ունեք, խնդրեմ։ Ահա, նախ բարև ձեզ։ Բարև։ Ու կուզենայի ավելի մանրամասն հասկանալ, այսինքն մահացածի հետ գտնել նոր կապեր, այսինքն նրա մահը վերաիմաստավորել, ինչ որ հիշողություններ թարմացնել։ Չէ, հիշողություններ չթարմացնել, երևի մի քիչ այդպես չէ։ Մի քիչ հետո խոսելու ենք դրա մասին, որովհետև այդ նոր կապ ստեղծելու տեսություն կա, որ հենց շեշտը դնում է ոնց ստեղծել այդ նոր հարաբերությունը այդ մարդու հետ։ Մենք դրա մասին քիչ հետո կխոսենք։ Ոչինչ։ Ահա։ Լաննա, խնդրեմ։ Նորից բարև ձեզ, իսկ եթե խոսքը գնում է ոչ մահացածի մասին, մարդը ողջ է, հարաբերությունները դադարել են, շատ մինիմալ հարաբերություններ են մնացել, բայց դա բավարար չէ եւ մարդը չի կարողանում բաց թողնել, չի կարողանում առաջ շարժվել։ Ոնց ստեղծի հարաբերության նոր տեսակ, նոր կապ, ինչի մասին է խոսքը։ Նոր կապը ստեղծվում է ֆիզիկապես մեզանից հեռացածների հետ։ Հարաբերության կորստի դեպքում դա էլ է նոր հարաբերություն։ Նոր կապ է ստեղծվում, այսինքն մենք վերանայում ենք։ Եթե մենք ինչ որ մեկի հետ շատ մտերիմ ենք, օրինակ տեսեք, վերցնեմ այսպիսի օրինակ, դուք ձեր երեխաների հետ, մենք մեր երեխաների հետ, երբ որ 3, 4, 5, 6, 7, 8, 10, 15 տարեկան են, մեր հարաբերությունները իրենց հետ նույնն են։ Տարբեր են։ Տարբեր են։ Այն նույն կերպ հարաբերությունների որակն է փոխվում ձեր ասած օրինակում։ Բայց այստեղ մոտեցումը շատ տարբեր է, որովհետև սա կներեք, ընդհատեցի ձեզ, սա ոչ թե ֆիզիկական հեռացման համար է, ֆիզիկական հարաբերություններից անցնում ենք հոգևորի, այլ սա հարաբերությունների վերանայման մասին է։ Ես հասկանում եմ ինչ եք ուզում ասել, կարծում եմ, որ հասկանում եմ։ Այնուամենայնիվ ինձ մոտ հարց է մնում։ Երբ որ համեմատում ենք երեխաների հետ, անցումը այդքան կտրուկ չէ, ենթադրենք երեխաների հետ հարաբերությունները ըստ իրենց տարիքի, զարգացման փոփոխվում են, բայց բնականon ձևով է դա ընթանում։ Կարծես թե այդպես էլ պետք է լինի։
Իսկ այն դեպքում, երբ որ կտրուկ ընդհատվեց հարաբերությունը շատ ցանկալի, շատ կարևոր մարդու հետ, մարդը ողջ է, թերևս այսպես ասեմ, հույս կա հարաբերություն վերականգնելու, այդ դեպքում ինչպես վարվում։ Էլի եմ ասում, սա հարաբերության վերանայման խնդիր է եւ եթե մենք խոսում ենք երկուսի հարաբերությունների մասին եւ կորել է մեր հարաբերությունների որակը, ասենք մտերմությունը, հա, սա էլ է շատ բնական, շատ հաճախ տեղի է ունենում ինստինկտյան։ Դուք ասում եք նրա մասին, որ մեկը կորցրել է այդ մտերմությունը, չի ուզում, մյուսը դեռ չի կորցրել եւ պատրաստ չի բաց թողնելու։ Այո, Այս դեպքում հարցը վերաբերվում է նրան, որ մենք պիտի ինքներս մեր հետ հասկանանք ինչ է տեղի ունենում մեր հետ, որ մի բան, որ փաստացի այլևս չկա, բայց մենք դեռ շարունակում ենք պահել, ինչն է դժվարացնում ընդունել հարաբերությունների նոր որակը, նոր տեսակը կամ դադարը, չկա այդ հարաբերությունները։ այսինքն կա նման Ընդհանրապես տեխնիկա։ միշտ չընդունելը, ես սա շատ ավելի ուշ պիտի ասեի եւ ֆիզիկական հարաբերությունների հետ կապված եւ ոչ ֆիզիկական, ասենք օրինակ եթե մարդը մահացել է, հարաբերությունների նոր կապ ստեղծելը իր հետ, հա, ինչու է դժվարանում եւ սովորական հարաբերություններում մտերմության ժամանակ, ասենք որ սիրելի մարդ ասում է ես քեզ էլ չեմ սիրում, գնում եմ, վերջ, վերջացավ, մեր մեջ ամեն ինչ վերջացել է, ես քեզանից հիասթափվել եմ։ Հիմա նայեք, ինչ է տեղի ունենում, երբ որ դիմացինը դժվար է ընդունում, որ դադարել են, մարդը հիասթափվել է, այստեղ կա երկու կողմ, այնտեղ երկրորդ կողմը պասիվ է, այստեղ կա երկրորդ կողմ, որ մեզ ակնհայտ ցույց է տալիս, այսինքն ոնց որ մենք պարբերաբար չընդունենք, որ հիմա արև էր, հետո ամպրոպ է, չէ, ինչի է ամպրոպ, չեմ ուզում ընդունեմ, ես անդադ ուզում եմ, որ արև լինի։ Արևը հաջորդ օրը նորից կլինի, կամ մի քանի օր հետո կլինի։ Հույսը շատ լավ է, կարող ենք այդ հույսը ունենալ միշտ, հույսը ընդհանրապես մեզ օգնում է շատ բաներ հաղթահարել, բայց այդ հույսը ունենալը կարող է շատ կարևոր գործընթաց կանգնացնի, որ չթողնի, որ ես իրականությունը տեսնեմ, որ ես վերլուծեմ ինքս ինձ, որ ես հասկանամ, ինչու է, որ ես այդ իրականությունը դժվար եմ ընդունում, որ դիմացինի այս հարաբերությունը թողնելը ինձ դժվար է ընդունել։ Սովորաբար եւ կորստի եւ հարաբերությունների կորստի դեպքում եւ ֆիզիկական կորստի դեպքում եւ մենք ունենք այդպիսի արտահայտություն, չգիտեմ մասնագիտությամբ դուք ով եք Լաննա։ Հոգեբան։ Ինչ լավ։ Մենք ունենք բարդացված սուկ հասկացողությունը։ Եթե բարդացված սուքի շատ մանրամասներին անդրադառնանք, կտեսնենք, որ քանի որ կորուստը իրականության մեջ տեղի ունեցող բան է, այսինքն մենք գիտենք, որ լինում է այդպես, մենք գիտենք, որ մարդիկ մահանում են։ Մենք գիտենք, որ մենք կարող ենք հարաբերություն կորցնել, դա իրականության մաս է։ Երբ որ մենք չենք կարողանում այդ իրականության մասը ընդունել եւ ոնց որ Կուբլեր-Ռոսն է ասում, կամ Որդենն է ասում, այս տեսաբանները, հա, մենք այդ առաջադրանքները չենք կարողանում ճիշտ անել, անցնել, դա միշտ խոսում է մեր թաքնված եւ ամենայն հավանականությամբ անցյալից եկող ինչ որ խնդիրների մասին։ Օրինակ, մենք ինչ որ առանձնահատուկ հարց ունենք կապվածության հետ կապված։ Ինչքան հեշտ ու դժվար ենք կապվածություն ստեղծում եւ բաց թողնում այդ կապվածությունը։ Այստեղ կգնանք, կանդրադառնանք, չեմ իմանում, Բոլբի տեսությանը, որ եթե մենք ոչ առողջ կապվածություններ ստեղծող մեկն ենք,
ապա բնականաբար կորստի ժամանակ վիշտը ապրելուց կամ սքի այս փուլերը անցնելուց մենք խնդիր կունենանք։ Եվ շատ հաճախ հարցը վերաբերվում է ոչ թե հենց այս հարաբերության ժամանակ ինչ որ բան հիշելուն, մոռանալուն, լուծելուն, այլ մեր ներսում ունեցած ինչ որ հոգեբանական խնդիր լուծելուն։ Նու օրինակը բերում եմ օրինակ կապվածությունը, բայց դա կարող է ուրիշ բան էլ լինի։ Դա ավելի հաճախ հանդիպողն է, դրա համար եմ ասում։ Կարողանում եմ ասեմ։ Շատ հնարավոր է մենք խնդիր ունենք ինքներս մեր հետ կապվածության։ Հենց այդ, այ եթե գնանք ու տեսնենք մենք կապվածություն ինչ ստեղծելու առանձնահատկություններ ունենք, ինչպես ենք ստեղծում, այդտեղից կգա պատասխանը ինչու ենք դժվար բաց թողնում։ Եվ երբեմն պետք է լինում մեր աշխատանքի մեջ, որ մենք այդ հարաբերության հարցը թողնենք, գնանք մարդը իր ներսի այդ խնդիրները լուծի, հետո ինքը ուրիշ կերպ կանդրադառնա հարաբերության կորստին։ Եթե կարողացա պատասխանեմ իհարկե։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ Ռուզաննա։ Ռուզաննան ձեռքեր բարձրացրել, խնդրեմ։ Հատիկին Մարին է։ Այո։ Հարցն հետևյալն է. գերեզմանի կորուստը որ տեսակի մեջ է դասակարգվում, ֆիզիկական, Ֆիզիկական, երբ որ ասում ենք հայրենիքի կորուստ, տան կորուստ, գերեզմանի կորուստ, եւ գիտեք, ես համարում եմ այս դասակարգումը շատ պայմանական, հավատացեք, ես կարող էի 3-4 այսպիսի դասակարգումել հիմա ներկայացնել, մտնում է դրանց մեջ, որպես այդպիսին։ հայրենիքի ֆիզիկական։ Եվ այո, եւ դա շատ կապված է մեր նաեւ կարծում եմ մշակույթի հետ, որովհետեւ եւ եթե նայենք այս տեսաբաններին, եւ եթե մենք ասում ենք, որ մահացածի հետ նոր կապ ենք գտնելու, սա շատ իդեպ վատ գաղափար չի, շատ լավ գաղափար է։ Գերեզմանը շատ սիմվոլիկ նշանակություն ունի այդ կապի հետ կապված, նոր կապի հետ կապված։ Որովհետև գերեզմանը մի տեղ է, որը որ ֆիզիկական տեղ է ինքը, բայց որտեղ մենք գնում ենք հոգևոր առումով շփվելու այդ մարդկանց հետ։ Եվ այդ առումով ինձ թվում է, որ ես կարող եմ սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ մենք այդ նոր ստեղծած կապը, եթե կարողացել ենք ստեղծենք, հետո քիչ հետո կխոսենք այդ հիշողությունների միջոցով, արարողությունների միջոցով, չգիտեմ, ներքին դիալոգի միջոցով, մենք այդ նոր կապի կարևոր մաս ենք կորցնում նաև գերեզմանի հետ կապված։ Եվ ինքը շատ բարդացնում է այդ նոր կապը ինքնին։ Բայց քանի որ կապը, այո, բայց քանի որ կապը ամեն դեպքում բոլոր պարագաներում ֆիզիկական կորստից հետո դառնում է հոգևոր, մենք պետք է հասկանանք, որ ցանկացած ֆիզիկական Դա Յալոմի խոսքերն են, չէ՞, Տիկին Պետրոսյան, եթե ճիշտ եմ հիշում։ որը Հենց ձեր ասածը, որ չնայած մահը ինքնին մահի ֆիզիկական լինելը կործանարար է, բայց միտքը հոգևոր է, այսինքն մեզ ուժ է տալիս։ Այո, միտքը տալը նոր կապ ստեղծելը էգզիստենցիալ տեսությունները մեզ շատ օգնում են այդ հարցում։ Այո, Ֆրանկլը, Յալոմը, որովհետև նոր իմաստի կորստի դեպքում, ֆիզիկական մահվան դեպքում, երբ որ մենք իմաստ ենք կորցնում, շատ տեսաբաններ ասում են, խնդիրը հենց դա է, որ մենք ֆիզիկական կորստի պարագայում, մարդու կորստի պարագայում դրա հետ հավասար կորցնում ենք նաև իմաստ։ Եվ եթե մենք այդ իմաստը վերագտնենք, դրա մասին խոսում եմ եւ Յալոմը եւ Ֆրանկլը, եթե մենք այդ իմաստը վերագտնենք, մեզ ոնց որ դա կգտնենք ինչպես է։ Դա մտածելու, հա? Ֆրանկլի ասելով, եթե գտնում ենք ինչու հարցը մեզ տալիս են, կգտնենք նաև ինչպես պատասխանը։ Այո, տեսականորեն, այո, Տիկին Մարին է, իսկ որ ասեցիք կապի ստեղծումը, հա, դա իսկապես այդպես է ժամանակի ընթացքում։ Իսկ եթե կան անձինք վերջին պատերազմներով պայմանավորված, ովքեր չեն հասցրել սգալ, ուղարկավորել են հաջորդ օրը, 2 օր հետո, այսինքն այդ կապի ստեղծումը ավելի բարդացված փուլ է, չէ՞, եթե կա մեկնաբանություն։
Ռուզաննա ջան, Շնորհակալ։ լավ չհասկացա ոնց։ Նայեք, որ ասում են կապ ենք ստեղծում։ Փուլերի ընթացքում է, չէ՞, կապը ստեղծվում։ Չէ։ Մերժում Այսինքն փուլերի ընթացքում ինչը նկատի ունեք։ Կապը կարող է ստեղծվել փուլերից հետո։ Կապը կարող է օրինակ ժխտման ժամանակ կարող է այդ կապը լինի չլինի, կապ չենք ստեղծում, որովհետև ժխտում ենք։ Ջղայնության ժամանակ այդ կապը կարող է լինել ոչ շատ առողջ, ասենք մարդը գնում է կանգնում է մահացածի նկարի մոտ եւ սկսում է ջղայնանալ իր վրա, մեղադրել իրեն։ Ինչու գնացիր, ինչու ինձ թողեցիր եւ այլ եւ այլ։ Սա էլ է կապ։ Հա։ Բայց խոսքը գնում է, որ իր հետ հարաբերություն ստեղծել։ Ոնց հիշողություններում իր հետ ապրել։ Մենք ֆիզիկապես մարդու հետ ոնց ենք հարաբերվում։ Մենք ամեն օր արթնանում ենք, առավոտյան ասում ենք բարև, բարի լույս, իր համար հոգ ենք տանում։ Երբ որ ինչ-որ հարց ենք ունենում, գնում ենք իր կարծիքն ենք հարցնում, ասում ենք, բա դու ինչ կանեիր այս դեպքում, իրար հետ ուրախանում ենք, իրար հետ տխրում ենք, այս ամեն ինչը վերափոխվում է։ Ստանում է ուրիշ ձև։ Այ երբ որ չի ստանում ուրիշ ձև, մարդը շարունակում է մնալ նույն կետում, ամեն առավոտյան վեր է կենում, սեղանին ուտելիք է դնում, ասում է, չէ, սա ինքը դուռը կբացի կմտնի, եւ այլ ֆիզիկականից չի անցնում հոգեվորի, տեղ գործ ունենք բարդացված սքի հետ, որը որ բնականաբար կարող է լինել շատ վտանգավոր։ Օրինակ տեսեք ժամանակին, երբ որ ես սրանից քան տարի առաջ 30 տարի առաջ երևի, երբ որ ես վերապատրաստվում էի կորստի հետ աշխատելու հետ կապված, մենք շատ լավ վերապատրաստող ենք ունեցել, ասենք մի ֆիլմ էլ կար, մեզ միշտ առաջարկում էին նայել, ովքեր չեն նայել, կարող են նայել այդ Կարտիչնի դոմիկը, որտեղ որ ընտանիքի հայրն է մահանում եւ դեռահաս տղան միշտ ինչ որ լինում է ընտանիքում ինքը անդադ ասում է հիմա papan ստեղ ինչ կասեր։ Հիմա papan կասեր, որ սա լավ է թե վատ է։ Հիմա papan ոնց կասեր այս դեպքում եւ մայրը ջղայնանում է իր վրա ու ասում է, որ papan արդեն էլ չկա, մենք հիմա այդ բոլոր որոշումները պիտի կայացնենք ինքնուրույն։ Դա կտրուկ կտրելը օգտակար չի։ Մենք գիտենք, որ դա անբնականել է։ Այսինքն դա պիտի չլինի շատ, որ խանգարի ներկայի կյանքին։ Եվ պարզա, եթե մարդու ֆիզիկական գոյությունը չկա, ինքը չափը մարդու հետ շփվելու եւ որակը որոշակի առումով փոխվում է, բայց մտքում խորհրդակցել մահացածի հետ մենք շատ տեսնում ենք, չէ՞, մարդիկ գնում են եկեղեցի, գնում են գերեզմաններ, իրենց տան ինչ որ անկյուն են ստեղծում մահացածի հետ կապված եւ իրենք ասում են ես անցյալ օրը մտքով իր հետ էի, տեսնես մամաս ինձ ինչ կասեր այս պարագայում եւ ես մտածեցի եւ հասկացա, որ մամաս կաջակցեր ինձ կամ մամաս կասեր չէ պետք չի որ դու այս ինչը էսպես անես սրա մեջ չկա որևէ տեսակ բացասական խնդիր եթե սա չի առաջացնում չափից ավելի կախվածություն եւ առանց այդ ներքին դիալոգի մենք չենք կարողանում ապրել որովհետեւ եթե ֆիզիկական մամայի կենթանության օրոքել մարդը առանց մամայի ոչ մի որոշում չի կարողանում կայացնի սա էլ շատ առողջ չի չէ բայց ինչ որ դժվար տեղերում ուզենալ խոսել մտքում քննարկել ոչ մի խնդիր այդ կտրուկ արգելքը ոնց որ տեսաբանները մենք բոլորս էլ տեսնում ենք որ միևնույնն է դա այդպես չի կտրվում ասել մոռանալ անցի առաջ ոչ ոք էլ չի մոռանում եւ այն արատավոր չգիտեմ դա սովետական տարիներից է գալիս թե երբ որ ասում էին որ անփոխարինելի ոչինչ չկա փոխարինելի էլ ոչինչ չկա, մասնավորապես եթե դա վերաբերվում է անձին։ Այսինքն երբեք չի կարելի որևէ անձին փոխարինել մյուսով։
բոլորն էլ բնականաբար անփոխարինելի են։ Եվ ասել, որ պիտի մոռանաս, դադարես, էլ ինքը չկա, սրանք արդեն վաղուց չաշխատող են։ Հիմա տենդենսը գնում է, որ եթե մենք տեսնում ենք, որ միևնույնն է, կարգել են, չեն արգելի, կասեն, չեն ասի, մարդիկ որպես այդպեսին շարունակում են կապը, առաջարկում եմ ոնց որ ավելի առողջ կապի ձև, բայց հոգևոր։ Ասեք Լյաննա։ Արձագանք ձեր ասացին, երբ որ նշեցիք, որ անփոխարինելի, հա, անփոխարինելի մարդիկ չկան, մի ուրիշ միտք էլ է հնչում, որ բոլոր մարդիկ փոխարինելի են եւ ոչ մեկ կրկնվող, այսինքն անկրկնելի են մարդիկ։ Եթե ինչ-որ մեկը մեր կյանքում շատ կարևոր տեղ է զբաղեցրել, որևէ մեկ ուրիշը կրկնել չի կարող դա։ Իսկ փոխարինել կարող է։ Դե եթե վերցնենք դերերով, ապա Այդ օրինակ, հա, դերերը եթե լինում ծնողն է ասեք։ ծնողին, հա, եթե վերցնենք ծնողի կորուստը, ապա ծնողին չի փոխարինի ուրիշ ոչ մեկ։ Երեխային կփոխարինի։ Երեխային էլ չի փոխարինի։ Այն դեպքում, եթե այլևս երեխա չունենան, բայց կան դեպքեր, երբ որ մեկ ուրիշ երեխա ունենում են ու մխիթարվում են դրանով, նույն անունն են դնում, ինչ որ այսպես մի Մխիթարվում քիչ, են։ այո։ Շատ հանգուցալի բառ էր մխիթարվելը, որովհետև որև հաջորդ երեխան երբեք չի փոխարինում նախորդին։ Կարող է մեր ուշադրությունը շեղվում է, կարող է մեր ուշադրությունը կենտրոնանում է երկրորդի վրա, բայց առաջինը դուք ում մասին ուզում եք ասեք։ Թեկուզ դա ամուսին, թեկուզ կին, յուրաքանչյուրը իրենց դերում, եթե դերը կրկնվում էլ է, այսինքն հիմա այս մարդների ամուսինը հաջորդ պահին ինքը մահացավ, ես ունեմ նոր ամուսին, ենթադրենք, կամ կինս մահացավ, ունեմ նոր կին, հա։ Դա չի նշանակում, որ այդ դերը կրկնող կա, բայց ինքը կփոխարինի նույնությամբ այն հարաբերությունները, որոնք կա, դրանք երբեք նույնը չեն լինելու։ Ես համաձայն եմ Մարդիկ են ձեզ։ տարբեր։ Ես կիսում եմ ձեր կարծիքը, որ անփոխարինելի են, պարզապես քանի որ շատ շրջանառվում են նաև այդ արտահայտությունը, որ բոլորը փոխարինելի են, ոչ մեկ չի կրկնվում, անկրկնելի են, սա մի քիչ ուրիշ տեղ տանող արտահայտություն է, այսինքն ավելի շատ ինձ այդպես է թվում, որ փորձում են մարդկանց այսպիսով մխիթարել, հենց այդ բառն էլ օգտագործեն, որ մի հուսահատվեք, այո, եւ փոխարինել կարելի է, չեն կրկնվի, բայց փոխարինել կարելի է։ Այնուամենայնիվ, այո, Ես ներողություն եմ խնդրում Տիկին Մարինե, ես Այո։ չկարողացա ուղղակի ձեռք բարձրացնեմ։ Ես այն մայրերից եմ, որ զավակ ա կորցրել 44-օրյա պատերազմին եւ Հավում եմ շատ։ զավակ եմ ունեցել, նորից որդի եմ ունեցել եւ անունը, ինչպես ասացիք, նույնն ենք դրել, ամուսինս այդպես ուզեց։ Ուղղակի ես այստեղ ուզում եմ ասեմ, որ ոչ մի, ասինքն այս երեխային մենք սիրում ենք, մեր երեխան է, մի խոսքով, բայց չի փոխարինում եւ հա, ոչ մի բան չի լցնում, մեկը նրա կարոտը կա, նրա այն ցավը ուրիշ է, էլի, հա, ոչ մի բան չի փոխարինում։ Ստեղ ես սենց ասեմ, ոչ թե վերել եմ ինչ որ մխիթարվելու համար այդ երեխային կամ ինչ որ մի ուրիշ, այլ ավելի շատ այն ժամանակ մենք մտածում ենք, որ մյուս տղաս մենակ չմնա կյանքում։ Ինչ որ իր համար մի բան փորձեցինք անել, իհարկե մի փոքր սենց մենք սկսեցինք քիչ մխիթարվել, բայց չի փոխարինում։ Այս դեպքում էլ ասում ենք գոնե նա էլ լիներ, սա էլ լիներ, չի փոխարինում այդ ցավը, այդ կարոտը, չգիտեմ, նոր երեխան չի լցնում տեղը։ Ինքը իր տեղը ունի։ Անկամ անունն է նույնը, բայց ես ինքս չէի ուզում, որ անունը դնենք, բայց քանի որ դրել ենք, ես ինչ որ սենց անընդհատ չեմ էլ ուզում իրեն նմանացնեմ եղբոր հետ, որ սենց տարբեր մարդիկ են իրենք։ Շնորհակալություն, շնորհակալություն, որ միացել եք այս սեմինարին, խորին հարգանք եւ ձեր կորստի եւ ձեր անձի նկատմամբ։ Եկեք տեսականորեն ելնենք հետևյալ ելակետից։ Որևէ մարդու կրկնօրինակը կամ հնարավոր է որևէ մեկին այլ կերպ փոխարինել։ Մարդը ինքը եզակի է։ Եվ եթե այս ելակետից ենք դուրս գալիս,
Իհարկե կարելի է փոխարինել աշխատողին աշխատողով եւ ավելի լավ աշխատող ունենալ, բայց դա չի նշանակում, որ մեկը մեկին փոխարինեց կամ կրկնեց։ Ես կարծում եմ, գոնե ես հարում եմ այն տեսակետին, որ այդ եզակիության իրականում գոյություն ունեցող, որ յուրաքանչյուրս եզակի ենք, հա, այս գաղափարը ուղղակի պետք չի աղավաղել։ Ու վերջ իրականությունը ասում է դրա մասին, չենք կրկնվում մենք։ Ուրեմն տարբեր տեսակ բացատրություններով, մոտեցումներով ինքներս մեզ մխիթարելու թե ինչի համար, երևի պետք չի գնալ այդ ճանապարհով, գոնե ես չէի գնա, եւ ես կարծում եմ, որ այդ գաղափարը պետքա պահել եզակիության։ Եվ ես կարծում եմ, որ այո, չգիտեմ, կարելի է փոխարինել, կարելի է նոր հարաբերություն ունենալ, ֆիզիկական նոր հարաբերություն ունենալ, այսինքն այնպես չի, որ ամուսիններից մեկը մահանում է, մարդիկ պիտի առաջ չգնան, նորից չամուսնանան կամ եթե ամուսնալուծվում են, հետո նոր հարաբերություն չունենան, եթե այս հարաբերությունը խզվում է, ուրիշ հարաբերություն չունենան, պիտի ունենան, բայց յուրաքանչյուր հարաբերություն ինքն իրենով բնականաբար ունիկալ է ու տարբերվող։ Լավ, եկեք ես շատ ուրախ եմ, որ հարցեր առաջանում են եւ ասելիքներ առաջանում են, եկեք մի երկու մոտեցման մասին էլ խոսենք, հետո հասկանանք ինչպես ենք անում, հետո շատ ակտիվ անցնենք քննարկման։ Մի այսպես մոտեցում էլ կա, ոնց որ կոչվում է երկակի գործընթացի մոտեցում, dual, ասում են անգլերենում, ինքը նկարագրում է, որ սուկ ապրող մարդը մշտապես տատանվում է երկու վիճակների միջև, այսինքն մեկ ցավի վրա է կենտրոնանում, հիշողությունների վրա է կենտրոնանում, մյուս կողմում էլ, քանի որ իրականությունը ուրիշ բան է պահանջում, ինքը ոնց որ փորձում է հարմարվելու քայլեր անել, առօրյա գործեր անել։ Եվ անընդհատ տատանվում են մարդիկ դրա մեջ։ Եվ այդ հարցը ընդհանրապես բոլորս ունենում ենք կորստի ժամանակ։ Մեր հասարակությունն էլ ունեցավ պատերազմից հետո։ Եթե հիշում եք, համենայն դեպս սոցիալական ցանցերում մենք շատ հաճախ տեսնում էինք, որ այնտեղ մենք այսքան երիտասարդ ենք կորցրել, այստեղ մարդիկ նստած ուրախանում են։ Այսինքն այն, որ առօրյա կյանքը մի տեսակ իրականությունը շարունակվում է, մարդիկ ինչ որ առումով ապրում են առօրյա կյանքով, բայց մյուս կողմից հետո երբ որ հիշում են իրենց կորուստը, իրենց ոնց որ տանում է դեպի էլի այդ ցավը։ Եվ այդ երկակի երկուսի մեջ տատանման մեջը, այլ կարողանալ բալանսը գտնել այս երկուսի մեջ, ոնց առօրյայով ապրել եւ նաեւ չմոռանալ մահացած մարդուն ամենաերևի կարևոր հարցերից մեկն է այստեղ։ Մյուսը արդեն անդրադարձանք Ֆրանկլի մոտեցումն է, որ ավելի շատ բնականաբար էգզիստենցիալ մոտեցում է, որ իմաստ գտնելը ինչու էսպես եղավ, շատ օգնում է, որ մենք կարողանանք սուքը ապրենք։ Եվ մի թեմա, որ ես այսօր շատ ուզում էի, որի մասին խոսենք, եւ գուցե այստեղ տեղին է մի քիչ ասեմ դրա մասին, հետո եթե հարցեր ունենաք կմանրամասնենք։ Երևի նկատած կլինեք շատ տարբեր մշակույթներում մահվան հետ կապված կան շատ տարբեր հավատալիքներ։ Եվ երբ որ մարդիկ կյանքի, մահվան, ավարտի հետ կապված ունենում են իրենց հավատալիքները, իրենց բացատրությունները, դա կարող է լինի կրոնական, կարող է լինի ոչ կրոնական, տարբեր, չգիտեմ, տեսությունների հետ կապված, էական չի դա։ Այդ հավատալիքները իրենց օգնում են շատ սուգա ապրել։ Օրինակ, կրոնական, ասեմ, փոքրամասնություններ երևի կամ կրոնական խմբեր կան, որոնք մահվան մասին ունեն իրենց պատկերացումը հավատալիքը կյանքի շարունակության վերաբերյալ։ Կամ մեր կրոնը ինչ է ասում, հա, մեր կրոնի առանձնահատկություններից մեկը հարության գաղափարն է։
երբ որ մարդը ունենում է որևէ տեսակի հավատալիք, որը ինչ որ կերպ բացատրում է ու իմաստ է տալիս, չնայած բացատրելու իմաստը այստեղ մի քիչ տարբեր է, այդ դեպքում մարդիկ կարողանում են ավելի հեշտ ապրել սուգը։ Բայց ցավոք սրտի ես տեսնում եմ, որ մեր մշակույթում մենք ոչ այդքան կրոնական ենք, ոչ այդքան շատ կպած ենք, եւ դա պատճառը սովետական 70 տարիներն են, ոչ այդ հավատալիքներն են մեր մոտ շատ ամուր նստած։ Մարդկանց տարբեր խմբեր ունեն ուրիշ հավատալիքներ, որը ոնց որ այդպես միասնական չի, եւ բնականաբար դա մեզ շատ խանգարում է որոշակի իմաստ կամ բացատրություն տեսնել։ Մահվան, ավարտի, հարաբերությունների ավարտի վերաբերյալ հավատալիքները, բացատրությունները մեծապես օգնում են, որ մենք կարողանանք սուգը ապրենք։ Եվ որպես մասնագետներ, շատ հաճախ մեզ պետք է լինում, որ մենք հասկանանք մարդիկ ունեն այդ հավատալիքը, թե չէ, եւ եթե չունեն, ապա ձեռք բերեն դրանք։ Ոչ թե մենք թելադրենք, թե ինչ հավատալիք ձեռք բերեն, այ օգնենք, որ այդ հավատալիքների շրջանակում ըստ իրենց մշակույթի, ըստ իրենց կրոնական նախընտրությունների, ըստ իրենց տարբեր աշխարհայացքների ունենան որոշակի հավատալիքներ։ Եվ սա մեծապես օգնում է սուգը ապրելու, մեծապես։ Ի վերջո հասանք սուգը ապրելու վերաբերյալ այն մոտեցմանը, որը համարվում է բավականին ժամանակակից, վերջի այս երկու տեսությունները, որ կասեմ, սրանք բավականին ժամանակակից եւ երրորդ սերնդի տեսություններ են համարվում, սա ոնց որ շարունակվող կապի հենց տեսությունն է, որ կամ սքալը կամ կորուստը դա դեռ չի նշանակում, որ մենք ամբողջությամբ պիտի մոռանանք եւ ամբողջությամբ բաց թողնենք մարդուն, այլ իրենք ասում են, որ այդ կապը, ներքին կապը, քիչ առաջ ես դրան ասում էի հոգեվոր կապ, որ այդ ներքին կապը ունենալը ու շարունակելը մեզ օգնում է սուգը ապրելու մեջ։ Սրա ձևերի մասին դեռ կխոսենք, եթե դուք հարցեր կունենաք, սա վերաբերվում է նրան, որ մենք պիտի մեզ չզրկենք հիշողություններից, մենք պիտի չզրկենք իրենց ներկայությունը զգալուց, սովորությունները, այն ինչ որ ունեինք միասին, պարտադիր չի, որ միանգամից բաց թողնենք, մենք այդ սովորությունները կամ այդ արարողությունները, ռիտուալները, ինչ որ ունեինք միասին, դա կարող ենք ինչ որ կերպ պահպանել։ Այստեղ հիմնական բարդ հարցը առաջանում է, թե այդ որքան պիտի պահպանենք, ինչքան մարդը պիտի ներքին կապ ունենա։ Համենայն դեպս դա մոտավորապես այնքան պիտի լինի, ինչքան ֆիզիկական ներկայության ժամանակ։ Եվ եթե ֆիզիկական ներկայության ժամանակ կապը հիվանդագին էր, եւ մարդու կյանքը սահմանափակվում էր մյուսի կյանքով միայն, սուգը ապրելը բնականաբար շատ դժվարանում է։ Իսկ եթե ոչ, սա ոնց որ չի առաջացնում մեղքի զգացում, որ մենք ամբողջովին մոռացանք, որ ես էլ չեմ կարող ապրել, չեմ կարող այսինչ բաներ անել, թույլ է տալիս, որ մարդը առաջ գնա իր առօրյա կյանքում եւ միևնույն ժամանակ իր կյանքի մի կարևոր մաս, այնքան ինչքան որ կար նրա ֆիզիկական գոյության ժամանակ, ինչ որ մի մաս պահպանել։ Խնդրեմ Սոնա ջան։ Մենք ռեինկարնացիան բուդդիզմում որպես լավատեսորեն ենք, չէ՞, մոտենում, որ մարդ հույս ենք տալիս, որ նորից կվերածնվի։ Արդյոք կարող է հենց այն մարդը, ով որ կորուստ է ունեցել, ֆոբիա մոտը առաջանա, այն հիմքը, որ կարող է իր հապես սիրելի ինչ-որ մեկը հետագայում վերածնվի ու ինքը չկարողանա օրինակ իրեն ճանաչել կամ փաստացի ինքը ուրիշի հետ է, բայց հանկարծ այդ մարդու հոգին ռեինկարնացիա է եղել, այսինքն այս դեպքում հավատքը օգնում է, թե կարող է նաև ֆոբիա կամ ինչ-որ խնդիր առաջացնել։ Ոնց մենք այցելուին Երկուսն էլ կարող է լինել։ Երկուսն էլ կարող է լինել։ Նախ մենք բուդդիստ չենք, եթե դուք բուդդիստ եք, կամ ինչ որ մեկը բուդդիստ է եւ հավատում է այդ գաղափարը։ Չէ, զուտ հավատքը։
ցանկացած գաղափարախոսություն ունի իր կառուցողական մասը։ Եթե ինքը կրողն է բուդդիզմի, ցանկացած մարդ իրավունք ունի ունենալու ինչքան որ տեսություն ուզում է հետևի դրան։ Հարցը դրանում չի։ Բոլոր այդ տեսությունները ունեն իրենց կառուցողական մասը։ Եթե այդ կառուցողական մասով են առաջնորդվում եւ իրենք ճիշտ են հետևում տեսությանը, ապա բացասական մասը չի առաջանում։ Բայց եթե իրենք ճիշտ չեն հետևում, չգիտեմ ուրիշ ոնց ասեմ, այդ ճիշտ չհետևելը կամ ամբողջովին ճիշտ չեն ընկալում այդ տեսության կառուցողական մասը, այո, կարող է այդ վախը առաջանա։ Ես ենթադրում եմ ավելի շատ այդ տեսությունը ամբողջովին յուրացրած չլինելու խնդիր է դա, որ կարող են այդ տեսակ վախեր առաջանալ, որ կարող է վերակենդանանա, ես իրան չճանաչեմ, չտեսնեմ, չգիտեմ, կարող է կենդանու մեջ լինի հոգին, չեմ իմանում ինչ տեսություններ։ Այո, երկուսն էլ կարող է լինել։ Բայց դա ես ենթադրում եմ, որ այդ տեսությունը լավագույնս չընկալելու, չյուրացնելու հարց է։ Խնդրեմ Էլեն, հետո Արմինեն։ Այսինքն այս ամեն ինչը այս տեսությունները, մոտեցումները վերաբերում է ֆիզիկական կորստին, բայց օրինակ երբ որ եթե ճիշտ եմ հասկանում, եթե մարդը հոգեպես է ուղղակի հեռացել ու մյուս կողմը շարունակում է ներքին կապ ունենալ այդ մարդու հետ, դա արդյոք նորմալ է համարվում ու ոնց որ ես հասկացա, երբ որ մարդը հոգեպես են մարդիկ իրարից հեռանում, ավելի շատ կորուստը ծանր տանողը պետք է կենտրոնանա իր ներքինի վրա ու հասկանա, թե ինչի է ինքը այդքան ծանր տանում։ Ասեմ այսպես, որ եւ ֆիզիկական կորստին է վերաբերվում եւ ոչ ֆիզիկականին, ամեն դեպքում հարաբերությունը փոխվում է, չէ՞։ Այսինքն եթե ֆիզիկապես մարդ չկա, հարաբերությունը փոխվում է, եթե ֆիզիկապես կա եւ հեռացել է, ելի հարաբերությունը փոխվում է։ Այսինքն առաջի քայլը միշտ մնում է իրականությունը ընդունել, որ ես էլ այս մտերմությունը չունեմ ուրիշի կողմից իր ժամանակին ունեցած վերաբերմունքը ու մտերմությունը չունեմ, առաջի քայլը իրականությունը ընդունելն է։ Հետո համապատասխան այդ իրականության նոր ձևավորել նոր հարաբերություն։ Եթե իրականությունից դուրս գանք, կստացվի մոտավորապես ոնց որ թե ձեր ասած, բայց եթե մնում ենք իրականության մեջ, օրինակ եթե ֆիզիկական մարդը չկա, ես իր հետ շփվում եմ այնպես, ինչպես ինքը ֆիզիկապես ներկա է, դա առողջ չի։ Եթե մարդը ինձանից հեռացել է եւ չունի նույն վերաբերմունքը իմ նկատմամբ ինչ որ ունեցել է, ես իր հետ շարունակում եմ շփվել առաջվա վերաբերմունքի կոնտեքստում, սա էլ չի աշխատում, չէ՞, մի տեսակ։ Այսինքն նոր հարաբերության ձևավորվում։ Համապատասխան նոր պայմանների, նոր վերաբերմունքի, նոր հեռավորության եւ այլն։ Կարողացա ասեմ։ Հա։ Իսկ եթե չենք կարողանում դա անել, արդեն գնում ենք մտածում ենք, բա ինչի է, որ ես իրականությունը չեմ կարողանում ընդունել։ Ինչն է խանգարում, որ ես չեմ կարողանում ընդունել, որ ես մարդու վերաբերմունքը իմ նկատմամբ փոխվել է։ Մենք էլ մտերմություն չունենք։ Այդտեղ արդեն գնում ենք ինչ որ ուրիշ ներքին պատճառներ ենք գտնում։ Շատ լավ։ Մերսի շատ։ Ձեզ էլ մերսի։ Արմինե ջան, խնդրեմ։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ։ Ուզում էի հարցնել մասնագետների համար, ովքեր որ ունեցել են կորուստ, կա ինչ որ առանձնահատկություն, թե մենք ոնց որ վերցնում ենք, որովհետև կա առանձնահատկություն, թե ոչ, ուզում եմ ոնց որ ձեր տեսակետը էլի, ես եմ այս հարցի շուրջ։ Մասնագետներ, քանի հոգի ենք հիմա այստեղ։ 100-ից ավել ենք հաստատ, հիմա այս պահին քանի որ էկրանը կիսել եմ, ցույց չի տալիս, քանի հոգի ենք եւ իրենցից մեծ մասը երևի մասնագետներ են, թող մեկը ձեռ բարձրացնի, ով կորուստ չի ունեցել։ Չէ, ոչ մի բան չի փոխվում, այն առումով, որ այստեղ այն հարցերից է, որ հիմա իմ շրջանակներից դուրս կգամ, կգնամ չեմ անում որտեղ եք կհասնեմ, հարցը վերաբերվում է նրան, որ
մասնագետը, եթե ինքը սուգը ապրելու մեխանիզմներ չունի ու չի կարողանում կորստի հետ ապրի, ինքը կդժվարանա աշխատել ուրիշների հետ։ Երևի սա միակը չի, բայց այն հարցերից է, որ մեր հետ տեղի է ունենում, մենք պիտի, եթե վստահությունը չունենք, որ կկարողանանք նույնությամբ շարունակել մեր աշխատանքը, պաուզա վերցնենք, աշխատենք ինքներս մեր հետ, մեր կոլեգայի հետ, մեր անհատական թերապևտի հետ, ում հետ որ, եւ երբ որ կարողացանք ընկնել հունի մեջ, հետո շարունակել աշխատանքը։ Եթե ես չունեմ սուգա ապրելու մեխանիզմ եւ ընդհանրապես ցանկացած հոգեբանական խնդիր լուծելու մեխանիզմ, ես իմ խորին համոզմամբ, դա իմ համոզմունքն է, ես կդժվարանամ ուրիշների հետ աշխատել։ Եթե մենք մի բան չունենք, չենք կարող տալ ուրիշին։ Դա ստացվում է մի քիչ, ինձ թվում է, ոչ այդքան արդյունավետ։ Եվ այս այն հարցերից է, որ մեր կյանքում այո, որպես մասնագետներ կարող են տեղի ունենալ շատ տարբեր իրողություններ, եւ մեր մասնագիտության բնույթը այնպիսինն է, որ հնարավոր է, որ պետք լինի մենք ինչ-որ պահի պաուզա վերցնենք։ Որովհետեւ հակառակ դեպքում աշխատանքի մեջ ոչ մենք գառանտիա ունենք, որ մեր էմոցիաները կկառավարենք, ոչ էլ որ այդ էմոցիաները չենք փոխանցի դիմացինին, ոչ էլ որ իր փոխանցածը չենք ընդունի եւ ոնց որ չենք թաթախվի այդ ընդհանուր էմոցիոնալ վիճակի մեջ։ Նու մոտավորապես ես այսպես եմ պատկերացնում։ Կարողացա ասեմ։ Այո, շնորհակալ եմ շատ ամբողջությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Եվ իհարկե մյուս մոտեցում էլ կա, որը վերաբերվում է նեյրոհոգեբանական մոտեցումներին, որ հիմա այս մոտեցումները շատ ավելի, ոնց ասեմ, առաջնային չեն, բայց համենայն դեպս շատ են կիրառվում հոգեբանների կողմից, այսինքն ստրեսը, կորուստը, ոնց են փոխում նյարդային համակարգը, ոնց է տեղի ունենում հույզերի կառավարումը այս դեպքում, եւ մյուս ժամանակակից մոտեցումը, ինչին շատ ուզում եի անդրադառնալ, դա իմաստի ստեղծումն է։ Այս հեղինակն էլ, Նեյմերը Ռոբերտ, բավականին հայտնի հեղինակ է ՍՔ տեսությունների ոլորտում եւ ոնց ասեմ, այդ իմաստի ստեղծումը արդեն ասացինք, որ Ֆրանկլն էր խոսում դրա մասին, վերջին սերնդի հեղինակներից այս հեղինակն է, որ ինքը ասում է սուգը այդ մենակ ցավը չի եւ ֆիզիկական կորուստը չի սքի հետ, կորստի հետ մենք միշտ իմաստի փլուզում ենք ունենում, իմաստներն են, արժեքները, իմաստները, այն ինչ որ մենք ունենք, աշխարհայացքա փոխվում եւ ինքը շեշտը դնում է, որ եթե ընդունում ենք, որ կորստի հետ նաեւ իմաստի փլուզումա տեղի ունենում, ապա այդ իմաստի վերականգնումը, վերակառուցումը օգնում է, որ մենք սուգը ապրենք, կորստի հետ շարունակենք ապրել։ Ուրեմն այդ շարունակվող կապի տեսությունը, այդ իմաստի վերակառուցումը, սրանք ոնց որ համարվում են վերջին սերնդի տեսություններ։ Եվ ստացվում է այնպես, որ առաջին տեղում, ասենք, Կուբլեր-Ռոսը նկարագրում էր ոնց է լինում այդ ընթացքը, հետո Որդենը ասում էր, որ ինչ քայլեր է մենք պիտի անենք, որ կարողանանք իրականությունը չկորցնենք, շարունակվող կապի տեսությունը ասում է, թե ինչ կապ ու ինչպես պիտի կարողանանք այդ կապը պահենք, իմաստի ստեղծման այս տեսությունն էլ ասում է, բայ այդ ինչ իմաստ ստեղծենք եւ ինչ նոր արժեքներ պիտի ունենանք։ Այսինքն մի տեսակ ստացվում է
որ մենք ինչ-որ գործողություններ ենք անում, ինչ-որ մի ընթացք ունենք, հետո ինչ-որ կապ ենք ստեղծում, հետո ինչ-որ իմաստ ենք տալիս դրան, եւ սա սուքը ապրելու ընթացքն է։ Այսինքն կորուստը, երբ որ մենք շատ հաճախ, նու համենայն դեպս մեր լեքսիկոնից երևի դա դուրս է եկել, խոսքը գնում է հաղթահարման մասին, դա հաղթահարել չգիտեմ ինչքան է այս բառը այստեղ սազում, բայց դրա հետ պիտի կարողանալ ապրել։ Ուղղակի մենք պիտի սովորենք դրա հետ ապրել, եւ դա պիտի դառնա մեր իրականության, մեր ներկայի մի մասը։ Եվ մի մոտեցում էլ կա, ինչքան ուզում եք քիչ մոտեցումներ ասել, ոնց որ շատ ստացվեց, սա հենց խոսում է նրա մասին, որ այդ միասնական մոտեցում չի կարող լինել երևի թե, որովհետև սա շատ անհատական ապրվող մի բան է, հենց սուքը կորստից հետո։ Եվ բնականաբար տեսաբաններն էլ ամեն մեկը շեշտը դնում են մի առանձնահատկության վրա, բայց դեռևս ոնց որ ինչպես հոգեբանության մեջ անձի վերաբերյալ, այնպես էլ էստեղ ոնց որ այդ միասնական մոտեցումը լինել չի կարող։ Եվ Ալան Վոլֆետը, որը որ համարվում է վերջին սերնդի էլի հեղինակներից, ինքը առաջակաշում այդ գաղափարը, որ մարդուն պետք չի ուղղել, բուժել, ուղղակի պետքա լինել կամպանիոն, ուղեկից իր սքի ճանապարհին։ Եվ ինքը տալիս է որոշակի փուլեր, թե ինչա նշանակում այդ կամպանիոն լինելը։ Իհարկե, այստեղ մի քիչ դա իմ անձնական կարծիքն է, ինչ որ բաներ պակասում են, որովհետև շատ հաճախ դուք էլ որպես մասնագետներ կտեսնեք, որ մեզ էլ են շատ սովորացնում, որ պետքա հետը լինել մարդու այդ ժամանակ, երբեմն հետը լինելը բավարար չի լինում։ Երբեմն հետը լինելը ոչ միշտ է, որ օգնում է, որ իրենք կարողանում են այդ նոր կապը ստեղծեն կամ այդ նոր իմաստը ստեղծեն։ Այսինքն այստեղ մեզ մի քիչ լրացուցիչ բաներ է պետք լինում։ Այստեղ ես կետերով նշել եմ, թե ինչա նշանակում այդ կամպանիոն լինելը ըստ այս հեղինակի։ Չեմ ուզում կետերով դրան այդպես շատ անդրադառնալ, այս ձայնագրությունը հետո հասանելի կլինի ձեզ, եթե դուք կուզենաք սա կունենաք։ Եվ ուղղակի ասեմ, որ այս հեղինակն էլ չի ժխտում նա, որ պիտի մարդու հետ, ում որ մենք կորցրել ենք որևէ կերպ, ֆիզիկապես կամ ոչ ֆիզիկապես, ամբողջովին այդ կապը կտրվի։ Այսինքն ֆիզիկապես կորցրած մարդկանց հետ կապը մնում է, իսկ եթե ֆիզիկապես մարդուն չենք կորցրել, վերափոխվում է, վերանայվում է հարաբերությունը։ Ըստ իրականության մեջ ինչա տեղի ունեցել դրա։ Եվ այս հեղինակի մոտեցումը նաև նայավ, որ մենք կորուստը ոնց որ սա եթե իմաստ ենք տալիս դրան, ինքը դառնում է մեր կյանքի պատմության մի մաս։ Առանձնացնել, կտրել, հեռացնել, որևէ կերպ չենք կարող ապրումազրկել, ինչը մենք շատ սիրում ենք անել, բնականաբար այստեղ չենք կարող։ Ինքը կարևոր է այդ նոր կապ ստեղծելը, իմաստ տալը եւ ինքը միշտ մեր կյանքում լինելու է։ Ես կուզեի իհարկե ամենավերջի կետնա, որի մասին խոսելու եմ, հետո պատասխանեմ ձեր հարցերին։ Այս կապը պահելը միշտ դրական է եւ ինչպես կապը պահել, որ չվնասի, ոչ։ Այստեղ լինում են շատ վտանգավոր կետեր, հիմա կխոսեմ այդ վտանգավոր կետերի մասին։ Տեսեք, եթե մենք մարդու հետ, ով ֆիզիկապես հեռացել է մեզանից, պահենք կապը այնպես, ինչպես չձևափոխենք, չվերափոխենք, այնպես ինչպես թե ինքը ֆիզիկապես ներկա է, սա իհարկե վտանգավոր է։ Այսինքն եթե մարդը ֆիզիկապես գոյություն չունի, մենք իրեն կենդանի ենք պահում, սա վտանգավոր է։ Սա նշանակում է, որ մենք իրականությունը չենք ընդունում, այլ ապրում ենք կտրված իրականությունից։ Դա նշանակում է, որ մենք չենք ընդունում մահը։ Եվ սա հոգևոր կապ ստեղծել չի, այլ սա ժխտելն է իրականությունը։
Որտեղ մենք իրականությունը ժխտում ենք, այնտեղ կանգնում ենք այդ կետի վրա եւ առաջ չենք գնում։ Դա մեր կյանքում ոնց որ սենց կանգնած կետ է մնում։ Եվ սա կարող է շատ հիվանդագին լինել եւ որոշ դեպքերում բավականին վտանգավոր։ Եթե այդ կապը, որը որ ստեղծվում է, ինքը խանգարում է առաջ գնալու։ Այսինքն ես էլ երբեք ոչ մեկի չեմ կարողանա սիրել, եթե ինքը իմ կողքին է, ես չեմ կարող առաջ շարժվել, ես չեմ կարող իմ կյանքում առօրյայով զբաղվել։ Սա էլ իհարկե դժվար է նրանով, որ ոնց կարողանալ հարմարացնել մեր առօրյան առանց մեղքի զգացում ունենալու եւ միևնույն ժամանակ մեր ներսում այդ կապը պահել։ Եթե սա չենք կարողանում անենք, սա էլ է շատ խանգարելու սուգը ապրելուն։ Լիլիթ, խնդրեմ։ Ես շատ բան անկեղծ կուզեի ասել, որտեվ հենց այս ամեն ինչը ինչ որ ասում եք, ես ապրել եմ ու ապրում եմ, ուրեմն այդ ընդունելու մասին, ի սկզբանե հենց ես լսել եմ լուրը, ընդունել եմ միանգամից, հասկացել եմ ինչա կատարվում, իսկ մենք միջև այժմ արդեն անցել է 5 տարի ունենք մայրեր, որոնք որ չընդունեցին, զավակել չուզեցան ունենան ու իրենք ապրում են, ասում է օրինակ, հա իմ տղան տանն է, ես ձայնը լսեցի կամ միասին օրինակ հաց կերանք, ես փորձում եմ ասեմ, նու որոշ ձևերով բացատրեմ, մարդիկ չեն ընդունում։ Եվ ես իմ տղայից հետո 1 տարի հետո որոշեցի ընդունվել հոգեբանության ֆակուլտետը, այժմ 5-րդ կուրսում եմ, բավականին ինձ օգնելու համար։ Ճիշտ եմ հասկանում։ Հա, չգիտեմ անկեղծ։ Եվ այդ հոգեբանությունը գնացի ես զուտ ինձ օգնելու համար, ոչ թե դիպլոմի, այլ ինձ օգնելու համար, բավականին ես ինձ կարողացա օգնել եւ ունենք մենք մեր կուրսում ինձ նման նորից 3 մայրեր եւ էլի մի կարևոր, հա, եւ ուզում էի ասել, որ ուրեմն որ պատերազմը արդեն այդ բաները հուղարկավորությունները որ լինում էին, մայրերը չէին ընդունում հոգեբաններին, չէին ուզում, դե ժամանակ պետությունը ուղարկում էին էլի հոգեբաններ բան օգնելու համար, հրաժարվում էին ու օրինակ կարողա ես գնայի այդ ժամանակ ու ընդունեին ինձ, փաթաթվեին, բայց հոգեբանին մերժում էին։ Այդ բանը կուզենայի իմանալ, իհարկե ահագին ես հասկացա ինչն էր, օրինակ ես չեմ մերժել, դիմել եմ հոգեբանի, բայց մենք ունեցել ենք մայրեր, որ մերժում էին ու ուզում էին, որ անպայման իրենց նման ծնող իրենց կողքին լինի, անգամ մենք չէինք ճանաչում իրար, բայց ուզում էին, որ իրենց պես մայր լինի կողքը, այսինքն մեկը մյուսին օգնում էին ոնց որ։ Հարցը ինչու՞մն է։ Ինչու չէին ընդունում հոգեբաններին։ Այո, ինչու չէին ընդունում։ Որոշ մարդիկ ընդունեցին, օրինակ ես, որոշը ոչ, մերժեցին ու միջև հիմա մերժում են հոգեբաններին, թե հոգեբանը ինձ ինչ կանի, ես ինձ պիտի օգնեմ։ Ես կարող եմ ինչ որ բան ասել։ ասել։ Հետո շատ ներողություն, հետո խմբեր ձևավորվեցին հոգեբանական կենտրոններից եւ որոշ մայրեր ովքեր որ ուզեցին մասնակցել, պատրաստվեցին մի որոշ չափով եւ սկսեցինք մենք օգնել այդ մայրերին, էլի ովքեր որ ուզում էին, որ մայրը իրենց մոտենա, իբրև թե հոգեբանորեն աշխատի, կորուստը երևի նույններ իրար հասկանում էինք, այդ եմ էլի ուզում հասկանամ։ Ես դրա մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում, դա պատահում է շատ։ Եվ դա կարող է մի քանի պատճառներ ունենալ։ Մեկը այն, որ իրենց ցավը չի կարող հասկանալ մեկը, ով այդ ցավը չի ունեցել։ Չնայած իրանք չգիտեն այդ հոգեբանը ինչ ցավ է ունեցել, ինչ չի ունեցել, դա էական չի, մեկը դա։ Իսկ եթե նայում ենք ընդհանրապես հասարակության տեսանկյունից, նա չի որ բոլորը գնում են հոգեբանի մոտ։ Այսինքն շատ շատերը առանց այդ ցավալի կորստի
իրենք ասում են, որ չէ, ես ինքս կհաղթահարեմ ու չեն գնում։ Լինում է այդպես, դրա մեջ ես շատ արտառոց բան չեմ տեսնում, իսկ ձեր առաջի կետը, որ ասեցիք, որ իրենք հիմա իրենց պահում են այնպես, ինչպես իրենց երեխաները կենթանի են, դա մի քիչ վտանգավոր է։ Դա սուքը ապրելու ոնց որ նորմալ ընթացքին չի վերաբերվում եւ դա իրենց իրավունքն է, եթե իրենք կուզենան մասնագիտական օգնություն ստանալ, բնականաբար կարող են ստանալ, եթե չէ, դե իրենք են որոշում։ Ոչինչ անել հաճախ չենք կարող, դա շատ դեպքերում է այդպես։ Այստեղ ես անունը չեմ կարողam կարդամ, բայց մեկը ուզում էր ինչ-որ տեսակետ ասել։ Անուշ, Ասեք Անուշ։ ես ինչքան գիտեմ, կարդացել եմ եւ ինչքանով տեղյակ եմ, այդ սկզբնական շրջանում այդքան էլ նպատակահարմար չի, չէ, մասնագետի միջամտությունը մի որոշ ժամանակ պետք է անցնի, այդ ցուքը ապրվի, նոր Ոչ թե կախված է թե մասնագետը ինչ դեր է ունենում այդ ժամանակ։ Եթե մենք ուղակի կողքին ենք լինում, իհարկե կարող ենք լինել։ Օրինակ վերջի հեղինակին որ ասում ենք, ինքը ասում է, որ պետքա կողքին լինել։ Պարզա որ այդ ժամանակ լինելու է, չգիտեմ, իրականությունը չընդունել, ուղղակի պիտի հասկանալ, որ այդ մարդը այդ իրականությունը կարող է չընդունել, որ ինքը կարող է բարկացած լինել, որ ինքը կարող է Աստծուն, չգիտեմ, Աստծու դեմ չարացած լինի, մարդկանց դեմ չարացած լինի։ Խոսքը գնում է, որ մասնագետները եթե աշխատում են, իրենք այդ չեն գնում ասում, արի հիմա այդ ճակերտների մեջ հաղթահարենք քո սուքը։ Բնականաբար process-ներ կան, որ շատ բնականորեն գնում են։ Այդ ժամանակ մեր մշակույթը այնպիսին է, որ բարեկամները, հարազատները, սա շատ համայնքային է սուքը։ Մեր մշակույթում մարդիկ մենակ չեն այդ ժամանակ։ Եվ դրա համար կարող է ասում են, որ մասնագետի այդ ժամանակ գնալը շատ կարող է կարևոր չի կամ առաջնային չի, որովհետև իրոք մարդը մենակ չի։ Կամ եթե մասնագետը գնում է, ուրեմն ինքը պիտի իմանա, որ ինչ որ ընթացք կա եւ այդ ընթացքում կարևորը որ ինքը ճանաչի թե ինչ ընթացքի մեջ է կորուստ ունեցողը, ինչ միջամտություններ ինքը կարող է անել կամ չանել։ Այստեղ ուղղակի կողքին լինելն է։ Էլի եմ ասում, մեր մշակույթը ունի այդ առանձնահատկությունը, շատ համայնքային է սուքը եւ մենք սուք ունեցողին որպես այդպեսին այդպես մենակ չենք թողնում։ Սա վերաբերվում է սրան։ Գնալ ասել, որ չէ պիտի հաղթահարես, չէ պիտի չլացես, պարզա որ ոչ մի մասնագետ դա չի անի։ Եվ քանի որ կորստի սկզբի փուլերում կան շատ արարողություններ, շատ մշակութային արարողություններ, շատ էլ օգնում են կարգավորել այդ ընթացքը, բնականաբար կարող է որ նպատակահարմար չեն համարում մասնագետի միջամտությունը։ Միայն այդ առումով կարծում եմ։ Շնորհակալ եմ։ Երբ որ կա որոշակի կպչունություն, երբ որ մարդը իր ամբողջ ժամանակը տրամադրում է հիշողություններին, նկարներին, եւ տեսեք սա էլ, եթե դա տեղի է ունենում կորստից անմիջապես հետո, բնականաբար սա ընդունելի է, բայց դե եթե դա կորստից, չգիտեմ, 1 տարի հետո մարդը չի աշխատում, չի զբաղվում իր երեխաների, մյուս երեխաների հոգսերով, իր առօրյան ընդհանրապես կորցրել է եւ ամբողջովին ապրում է կորցրած մարդու հիշողություններով, ապա բնականաբար սա մտահոգող է շատ։ Այսինքն այստեղ էլ կա մի քիչ հիվանդագին բան, որի համար պետքա մտահոգվել։ Ես ասեցի 1 տարին անցել է, չկան ժամանակ, որպես այդպիսին, հստակ, մենք առաջնորդվում ենք դասակարգումներով, հոգեբանական հիվանդությունների, ու մեկը իրանցից ասում է 6 ամիս, մեկը իրանցից ասում է 1 տարի, իհարկե հասկանում ենք, որ
սա շատ անհատական է, բայց ասենք մի տարի մարդը չի կարող ուղղակի թողնել աշխատանքը, թողնել ամեն ինչ եւ զբաղվել միայն իր էմոցիաներով, լինել միայն հիշողությունների մեջ։ Հենց այս կետը, այդ վտանգավոր ինչնախանգարում սուքա ապրելուն, երբ որ մարդը հրաժարվում է իր հետագա կյանքից եւ իր ինքնությունը ոնց որ զարգացնելուց, այսինքն մահացածը դառնում է իր ողջ ինքնությունը։ Սա վերաբերվում է չմահացածներին էլ, երբ որ օրինակ հարաբերության կորուստ են ունենում, իրենք ամեն ինչ թողնում են եւ իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացած է կամ այդ հարաբերությունը վերականգնելուն, կամ այդ հարաբերության մասին մտածելուն։ Սա իհարկե վտանգավոր է ինչ որ առումով եւ բնականաբար մտահոգող։ Եվ այս այն դեպքերն են, որ պետք է բնականաբար դիմել մասնագետի։ Իմաստի փնտրտուքն էլ կարող է դառնալ մի տեսակ վտանգավոր, երբ որ օրինակ այդ իմաստը մարդիկ գտնում են ինքնադատապարտման մեղքի մեջ։ Օրինակ կարող են ասել, որ ես միշտ արժանի եմ այս ցավի, Աստված ինձ պատժեց, այս իմ ճակատագիրն է, այսպես պիտի լիներ։ Սա մի քիչ ոնց որ իմաստը կառուցողական չի, իսկ ինչը կառուցողական չի, բնականաբար դառնալու է մտահոգող։ Երբ որ արժեքային փոփոխություններ են լինում եւ իմաստի եւ արժեքի, այսինքն երբ որ մարդիկ չարանում են, օրինակ երեխա կորցրած մարդիկ նայում են ուրիշի երեխաներին չարացած են, իրանք կորցնում են ընդհանրապես կյանքի արժեքը, իրանք մտածում են, որ կյանքը իմաստ չունի, աշխարհն էլ է շատ չար, եւ բնականաբար սրանք կարող են հանգեցնել եւ դեպրեսիայի, եւ ինքնավնասող մտքերի, եւ պետքա դրանից իհարկե մտահոգվել շատ։ Մյուսը, որ երբ որ շատ մոգական ու միստիկ իմաստ են տալիս կորստին, սա էլ է դառնում վտանգավոր։ Իրենք կարող են ներկայում ասել, օրինակ, ինքը հիմա իմ հետ խոսում է, ինքը ինձ առաջնորդում է, դա ոչ թե հոգևոր ձևով կապն է, այլ մի տեսակ sense միստիկական եւ իրական իրենք դա ասում են, որ լինում է, դա բնականաբար էլի մտահոգող է, կառուցողական իմաստ չի։ Երբ որ կորուստը դառնում է մարդու ամբողջ կյանքը, մա տեսեք, այս դեպքում ոնց որ խախտվում է այդ սուքա ապրելու գիծը, երբ որ ավելի ճիշտ իմաստի կառուցման, երբ որ մենք ասում ենք իմաստը պետք է վերակառուցվի ոնց որ անցյալ, ներկա, ապագա, այստեղ միշտ իմաստը մնում է անցյալի մեջ, անցյալ, այս դեպքում բնականաբար շատ մտահոգող է դառնում էլի կորստի սքի ապրումը։ Վտանգավոր են ըստ Որդենի, որ երբ որ շատ երկար ժամանակ կամ ընդհանրապես ոնց որ Լիլիթը ասեց, ժխտում են, իրականությունը չեն ընդունում։ Ունենում են ինչ-որ հետապնդող հալյուցինացիաներ կամ անընդհատ սպասում են, որ կվերադառնա։ Այդ անընդհատ սպասել վերադառնալը արդեն իրական չի։ Կամ ըստ իր առաջադրանքների, եթե մարդիկ խուսափում են այդ ցավը ապրելուց, իրենք կարող են ինքնավնասող գործողություններ անել, դա կարող է լինել ալկոհոլը, կարող է լինել թմրանյութերը, ցանկացած մի բան, որը իրենց կհեռացնի այդ ցավը ապրելուց, իրենք կարող են այդ ցավը լռեցնել տարբեր վնասակար սովորությունների մեջ։ Եվ երբ որ մարդը չի կարողանում վերադառնալ առօրյային կամ նոր դերեր ստանձնել, ասենք օրինակ, մենք երևի օրինակը անընդհատ բերենք մեր այդքան զինվորների կորստին, եթե մի երեխան մահացել է, իրենք դադարում են մյուսի նկատմամբ բավարար ուշադրություն ունենալուց։ Սա էլ է շատ վտանգավոր, այսինքն կյանքի առօրյային չեն վերադառնում։
Կամ կապը պահում են հենց նույն ձևով են ինչ որ եղել է, բայց կապը նույն ձևով լինել չի կարող, որովհետև մարդը ֆիզիկապես չկա։ Ասած այս վտանգավոր բոլոր կետերը վերաբերվում են բարդացված սքին։ Եվ եթե մենք տեսնում ենք բարդացված սքի նշաններ, ապա խիստ ցանկալի է, որ դիմենք մասնագետի։ Դա ոնց որ միանշանակ է, որովհետև եւ ինքնավնասման վտանգ կա եւ խորը դեպրեսիայի, սա կարող է բերել լուրջ հոգեկան հետևանքների։ Այստեղ ըստ DSM-ի ամերիկյան հիվանդությունների դասակարգման բարդացված սքի չափանիշներն են, չգիտեմ ինչքան սա մեզ հետաքրքիր է թե չէ, այս պահին Լիլիթը ասելիք ունի, խնդրեմ։ Խնդրեմ Լիլիթ։ Լիլիթ։ Հա, չի կարողանում Հա, անալ, այստեղ ոչ թե ծնողը մյուս երեխային սկսում է անտարբեր վերաբերվել, այլ ոչ թե ուզում է, իր կամքով չի լինում։ Մյուս երեխաներին այդ ժամանակ մոտ մի 5-6 ամիս ընդհանուր այդ սերը կորում է։ Օրինակ իմ մոտ եղել է ու ես վախ եմ ապրել, որ այս ինչ եղավ էլի իմ հետ, կարող է հանկարծ չվերականգնվի։ Ու հետո որ մենք ճանաչել ենք բավականին մայրեր իրար, խոսել ենք, բոլորը պատմում են, բոլորի մոտ համարյա նույն բանն է, այսինքն մենք ոչ թե միտումնավոր մյուս երեխային վանում են, այլ այդ չգիտեմ, այդ զգացողությունը ոնց որ մեռնում է մի քանի ամիս ու բոլորի մոտ դա տևել է 5-ից 6 ամիս։ Չգիտեմ, ինչ որ սենց դեպքեր շատ կան, էլի, ուղղակի ես չեմ հիշում, շնորհակալ եմ։ Երբ որ խոսում ենք, որ կարող են իրականությունը ժխտել, երբ որ խոսում ենք, որ կարող են շատ բարկացած լինել, որ հոգեկան ամբողջ օրին կարող է ուղղված լինել դեպի կորուստը, այո, դա կարող է ինչ որ ժամանակի մեջ տևել։ Եվ դա շատ անհատական է, ասել, որ բոլորի մոտ դա կտևի 5-6 ամիս, մեկի մոտ կտևի մի ամիս, մեկի մոտ կտևի 2 ամիս, մեկի մոտ կտևի 4 ամիս, տարբեր կարող է լինել տևողությունը։ Խոսքը վերաբերվում է, որ մենք չենք վերադառնում առօրյային։ Հիվանդությունների դասակարգման մեջ էլ եմ ասում, միտեղ նշված է 6 ամիս, միտեղ նշված է մի տարի։ Եթե սա ոնց որ վտանգավոր ժամանակահատվածն է, եթե մենք չենք վերադառնում առօրեական, ասենք մյուս երեխաների, ընտանիքի մյուս անդամների, հոգսերին, իրենց ուշադրություն դարձնելուն կամ, չգիտեմ, աշխատանքին ու մնացածին, սա շատ մտահոգող է, պետքա դիմել մասնագետի միանշանակ։ Այստեղ մի ուրիշ մի բան, տեսեք, երբ որ մենք մարդու հետ ֆիզիկական հարաբերություն ունենք, ով ուզում է լինի, ինչ մտերմություններ ուզում է ունենանք, եթե ինքը մեր ամբողջ կյանքն է, այստեղ մի բան խախտված է, չէ՞։ Մենք ունենք կյանքի ոնց որ, չգիտեմ, մեր բոլոր ոլորտները։ Եթե 3 երեխա ունենք, մեր կյանքի մի մասը մի երեխան է, մի մասը մյուս երեխան է, մի մասը կինն է, մի մասը մյուս ամուսինն է, մի մասը ծնողներն են եւ այլն։ Այսինքն ամեն մեկը իրենց մասը ունեն։ Եթե կորստից հետո սա ինչ որ ժամանակ դառնում է ամբողջ, ներգրավում է ամբողջ կյանքը, սա այն կարմիր գիծն է, որի ժամանակ պետքա մտահոգվել։ Սուգը ապրելու ոնց որ այդ ընթացքը կարող ենք համարել, երբ որ ինչպես իր ֆիզիկական գոյության ժամանակ, այնպես էլ ոչ ֆիզիկական գոյության ժամանակ մեր ուշադրության այսքան մասը նվիրվում է իրեն։ Նոր կապը, որ ստեղծում ենք, ինքը էլի մեր 3 երեխաներից եթե մեկին այսքան ժամանակ ենք մենք տրամադրում, նույն չափ տրամադրվում է։ Հակառակ դեպքում այդ լամպոճկաները վառվում են, կարմիր գծերը երևում են։ Ժողովուրդ, սա շատ տարողունակ, շատ ծանր, միանշանակ ինչ որ առումներով միանշանակ պատասխաններ չունեցող թեմա է։
Այստեղ մենք կարող ենք խոսել ի պատասխան սքի ժամանակ առաջացած մեղքի զգացմանը, կարող ենք խոսել բարդացված սքին, կարող ենք խոսել բարդացված սքի հետ ոնց ենք աշխատում, ինչպես ենք աշխատում, կարող ենք խոսել տևողությանը, կարող ենք խոսել ոնց ենք ժխտումից դուրս գալիս, ոնց ենք սկսում իրականությունը ընդունել, սրանցից յուրաքանչյուրը, հավատացեք, ժամեր տևող քննարկումներ են։ Բնականաբար մենք ունենք որոշակի ժամային սահմանափակում, ես երևի մի քիչ ավելի շատ խոսեցի, քան պիտի խոսեի, ես հիմա շատ ուշադիր լսում եմ ձեր հարցերը եւ այստեղ գրած հարցերին փորձեմ անդրադառնամ, ովքեր որ հարցեր գրել են։ Հարցերից առաջինը, եթե չեմ սխալվում, սա էր, որ ինչ անել, երբ մարդը մերժում է ծնողի մահը եւ ագրեսիվ է դառնում։ Ну, որպես ուղղորդող մի գիծ կարող եք պահել նա, որ դա նշանակում է, որ ինքը այդ հոգեկան այդ իրականությունը, նոր իրականությունը ընդունելու պատրաստ չի, դրա համար պետք է մեզ որոշակի ժամանակ, պիտի նայել, թե ինչքան ժամանակ է սա տևում։ Ագրեսանել այդ իրականությունը չընդունելուն, այդ նոր իրականության հետ չհամաձայնվելու, կարծում եմ պատասխանն է։ Եվ բնականաբար ժամանակի մեջ պիտի օգնել, որ կամաց իրականությունը ընդունի։ Սա շատ անհատական է։ Հիմա մեկի մոտ կտևի 2 ամիս, մեկի մոտ կտևի 1 ամիս, մեկի մոտ կտևի 4 ամիս, չգիտենք, բայց պիտի հետևել ընթացքին։ Եթե ժամանակի մեջ թեկուզ ամենաաննշան փոփոխությունները տեսնում եք, որ կամաց գնում ենք իրականությանը ընդունմանը, նշանակում է ինքը կընդունի։ Եթե չէ, էլի պիտի դիմել երևի մասնագիտական աջակցության։ Հաջորդ հարցը Լաննան ա տվել վերաբերում է մեղքի զգացմանը։ Ես ասեցի, որ այս մեղքի զգացումը ինքը իրենով բավականին առանձին թեմա է։ Ասենք, եթե մենք հիմա դնենք առանձին մի քանի ժամ խոսենք կորստից հետո մեղքի զգացման հետ ինչ անենք, ոնց որ շատ էլ ես վերջերս մի հաղորդում էի նայում, ու կարող եմ ասեմ նույնիսկ ով իր պապայի մահվան հետ կապված, ով հայտնի ռեժիսոր է, ինքը ասում էր, որ ես ոչ մի մեղքի զգացում չունեմ, ես կյանքի իր վերջի տարիներին հասկացել էի, որ ինքը գնալու է, եւ ես ամեն հնարավոր բան արել եմ, ինչը որ պիտի անեի, որպեսզի հետո մեղքի զգացում չունենա։ Նույնիսկ ասում է վերջի ֆոտոսեսիա ենք արել իրար հետ։ Կարող են լինել մարդիկ, ովքեր դոնց շատ նախապես կսկսեն պատրաստվել կորստին, ու իր հայրը մահացել է 80 քանի տարեկանում։ Կլինեն մարդիկ, երբ որ այդ մահերը կլինեն հանկարծակի, կլինեն մարդիկ, որ հանկարծակի չեն լինի, միևնույնն է, կանդրադառնան ու կասեն ինչու ես սա արեցի կամ չարեցի, ինչը պակաս մնաց։ Այստեղ շատ կարևոր է, որ մի գաղափար ուղղակի տամ, որի շուրջը եթե մտածեք օգնի, ուրախ կլինեմ, եթե չէ, պետք է մտածել ուրիշ հարցերի վերաբերյալ։ Շատ դեպքերում կարծեք թե օգնում է։ Նայեք, իրավիճակի ցանկացած պահին, ինչքան ու ինչպես որ մենք վարվում ենք, դա այդ պահի մեր հնարավորությունների առավելագույնն է։ Եթե իմ հարազատը մահացել է իմ ձեռքերին, կամ ինչ-որ մի բան է տեղի ունեցել, որ ես այդ պահին չեմ կարողացել անել, ես կարող եմ մի վայրկյան հետո կարողանայի ավելին անել։ Բայց այդ վայրկյանին իմ հնարավորությունները եղել են այդքանը, որովհետև դա փաստ է, իրականություն է, այդպես է եղել։ Եվ մի տեսակ սա շատ անժխտելի իրականություն է։ Այս դեպքում մենք օգնում ենք մարդկանց, որ այս գաղափարը ոնց որ իրանք ներքնայնացնեն, դարձնեն իրենցը։ Հենց որ կամաց դարձնեն իրենցը, կարծում եմ դա պիտի որ աշխատի այս դեպքում։ Հաջորդ հարցը էլի վերաբերվում է
ինչ անել, եթե մարդը իր ծնողի կորստից հետո անջատել է իրեն մահվան փաստից, խոսում է մահացածի մասին, ես միանգամից այս դեպքերում կհարցնեի ինչքան ժամանակ ա, որ այդպես է։ Ուրեմն այստեղ լինում են շատ տարբեր պատճառներ։ Պատճառներից մեկը նա է, որ այդ ցավը չեն կարողանում ընդունել։ Երկրորդը, գիտեք, մեր հասարակությունը, հայ ես չխոսեցի շատ մշակութային հարցերից, մեր մշակույթը շատ բաներ պարտադրում է։ Տղամարդկանց առանձին է պարտադրում, կանանց առանձին է պարտադրում եւ հենց այս մշակութային հարցերից է շատ գալիս նաեւ, որ մենք խնդիրներ ենք ունենում։ Օրինակ, մեր մշակույթը պարտադրում է սքի ժամանակ որոշակի վարքաձևեր, չէ՞։ Ասենք օրինակ, պիտի, չգիտեմ, ուրախություն չլինի, մենք պիտի սևազգեստ լինենք, հեռուստացույց պիտի չմիացնենք, նու ժամանակին նոր տարիներին տոնածառ չէին դնում, տանը փոքր երեխաներ էր լինում, որոնց համար շատ կարևոր էր կարող է այդ տոնածառը ձմեռ պապիկը, բայց ամեն ինչ մերժվում էր, սուգ էր, հեռուստացույցեր չէին միացնում եւ այլն։ Հիմա երբեմն սա իրավիճակ է, մինչև որ դու չես ունենում, դու չգիտես դու քեզ ոնց կպահես։ Երբեմն մարդիկ դժվարանում են հասկանալ հիմա իրանք ոնց են պահելու։ Որն է ճիշտ ընդունված վարքի ձևը։ Օրինակ մի պատճառ էլ կարող է լինել սա, որ իրենց անջատում են, որտեղ իրենք այս նոր իրականության մեջ չգիտեն իրանց ոնց պահեն։ Այսինքն մեկը այդ ցավը չեն կարողանում ապրել, մեկը չգիտեն իրենց ոնց պահեն, մեկը իրենք այդ իրականությունը չեն կարողանում ընդունել։ Այստեղ շատ կարևոր է հասկանանք, թե ինչից է, որ իրենց անջատում են։ Հենց հասկացանք ինչից է, որ անջատում են։ Եթե դա իրենց ոնց պիտի պահեն, եթե դա ցավի խնդիրն է, մենք կամաց կարողանանք իրանց օգնել, աջակցել։ Չգիտեմ կարողացա պատասխանեմ, թե չէ։ Տեսնեմ էլ ինչ հարց կա։ Մի հարց եւս, այստեղ ինչ անել, երբ արդեն 3 տարի է ինչ մահացել է ընտանիքի հայրը եւ 3 երեխաները դրա մասին չգիտեն։ Հետո մահացել է մայրական պապիկը, նորից դրա մասին երեխաները տեղեկացված չեն։ Երեխաներին ասել են, որ հայրը Ռուսաստանում է, այդ ամենը ծանրացել է մայրիկուսին, տան մեծերը ասում են, որ դեռ պատրաստ չեն երեխաներին այդ մասին անել, ինչ անել։ Տան մեծերը անպայման դիմեն մասնագետի, որ իրենք պատրաստ լինեն երեխաների հետ խոսելու, միայն դա կարող եմ ասել, որովհետև հետո երեխաները իրենց չեն ների, որ իրենք 3 տարի խաբկանքի մեջ են ապրել։ Ես այդպիսի շատ դեպքեր գիտեմ, դա շատ ծանր է ապրվում, երբ որ երեխաներին զրկում են, տարիքներն էլ չգիտեմ, մանավանդ եթե տարիքներն են մի քիչ մեծ ախելքները հասնում արդեն, իրենք 3 տարի հարազատից զրկված են, լուր չունեն։ Մեկը որ կառաջանա, որ իրենց մոռացել են, իրենց լքել են։ Երկրորդը իրանց մտքում իրանք հազար բաներ կմտածեն, ինչի այդպես կսկսեն ոչ կոնստրուկտիվ պատասխաններ տալ դրան եւ ներքուստ տանջվել դրանից։ Երրորդը իրենք մեծահասակներին հետո չեն ների, որ իրենք զրկված են եղել դա իմանալու, մասնակցելու, ապրելու կամ չգիտեմ, մնացած բաներ։ Ասեցի 3-ը, տասնյակը կշարունակեմ։ Հավատացեք, որ վտանգավոր տեղում է այս ընտանիքը, ընտանիքի մեծերը պետք է անպայման դիմեն մասնագետի, հաղթահարեն իրենց այդ երեխաների հետ խոսելու դժվարությունը, երեխաները իրավունք ունեն իմանան ինչա տեղի ունենում իրենց հարազատների ու իրենց հետ։ Չգիտեմ կարողացա պատասխանեմ, թե չէ։ Մյուս հարցը վերաբերվում է նրան, որ կորստի զգացողությանը շատ նման է, երբ ծնողը իմանում օրինակ իր 5 տարեկան երեխան ունի այո, երբ որ իմանում են աուտիզմ։ Այո, երբ որ գիտես, որ քո առողջության կորստի հետ, երբ որ դու երեխայիդ առողջության հետ խնդիր ես ունենում, այո, դրա հետ հարմարվելը, հաշտվելը, ընդունելը կորստի նույն փուլերով ենք անցնում։ Այո, համաձայն եմ։ Այստեղ հարցը, որի մասին պիտի խոսեի, երեխաների հետ մահվան մասին խոսելու, հարազատի մահվան մասին հայտնելու, երեխաների կորստի փուլերի մասին։ Սա բավականին ծավալուն է, վախենամ, որ ես հիմա չեմ հասցնի խոսել դրա մասին, բայց ես խոստանում եմ, որ մոտ ապագայում կամ այդ տեսակ նյութ կհրապարակեմ, կամ այդ տեսակ ինչ որ տեսակ ձայնագրություն կանեմ եւ կդնեմ իմեջում,
Եթե դա կօգնի, անպայման կանեմ։ Մյուս հարցը վերաբերվում է հետևյալին. ինչի հետ գործ ունենք, երբ օրինակ ծնողը մահացել է եւ սքավորը խանդում է բոլոր մարդկանց, ովքեր եկել էին հրաժեշտ տալու, արժանի չի համարում նրանց, որ լինեն մահացածի գերեզմանին կամ սքո սրահում։ Սա ոչ թե արժանի չի համարում, այլ իրենք այս ժամանակ իմ հասկանալով շատ վերանայում են նախկին հարաբերություններ, իրենց հարաբերությունները, իրենց ազնվությունը, անկեղծությունը, ջերմությունը իրենց նկատմամբ։ Եվ այդ մարդկանց համարում են ոչ շատ անկեղծ ու շատ ջղայնանում են, որ իրանք հիմա ներկա են, ոնց որ չեն հավատում դիմացիների անկեղծ զգացմունքներին, ու բացատրություններից մեկը կարող է լինել սա, դու պետքա ճշտել, եթե սա է, ապա իրականության հետ ոչինչ անել չենք կարող եւ պիտի անցնենք առաջ։ Երբեմն ես գիտեմ մարդիկ, որ այս ընթացքը շատ երկար շարունակվել է եւ իրենց հարազատների հետ կապեր են խզել, հենց մենակ նրա համար, որ կենթանության օրոք այդ մարդուն լավ չեն վերաբերվել, կամ անկեղծ չեն եղել, կամ ինչ-որ մի հարցում ուշադիր չեն եղել, մահվանից հետո լինում են շատ խիստ այս հարցերում, լինում է այդպես։ Այստեղ երևի եթե բոլոր ժամանակ, այս վերջերս մեկը ինձ այդպիսի հարց տվեց, ասեց, ինչ կլինի, որ ես հիմա ապրեմ այնպես, երբ որ մտածեմ, որ ամեն օր մտածեմ, որ սա իմ կյանքի վերջին օրն է, երևի եթե մենք ամեն օր նստենք մտածենք, որ մեր շրջապատում ցանկացած մարդու կյանքի կամ մեր կյանքի վերջին օրն է, լրիվ ուրիշ կերպ կապրենք, բայց ես կարծում եմ դրա մեջ մի քիչ չափազանցվածություն կա եւ երևի հնարավոր էլ չի։ Բնականաբար կյանքը լինում է այնպես, ինչպես լինում է, մենք կոնֆլիկտներ ենք ունենում, լավ հարաբերություններ ենք ունենում, վատ հարաբերություններ ենք ունենում եւ բնականաբար հազար տեսակ բաներ են լինում եւ դիմացիների նկատմամբ այդքան տենց խիստ պահանջներ ունենալը կարծում եմ շատ աշխատող չի։ Սրա մեջ իհարկե կարող է շատ թաքնված լինի նաեւ իրենց բարքի որոշ բաներ խիստ գնահատելը անցյալում, երբ որ մարդը կենթանի է, ոնց չի որ մենք բոլորս միշտ բոլորի հետ շատ դրական ենք վարվում, չէ՞, մենք էլ ենք կորուստ ունենում, մենք էլ ենք ինչ որ, չգիտեմ, բարկություն ունենում, մենք էլ ենք ինչ որ մի պահի ուշադրություն չենք դարձնում, եւ այդպեսին է կյանքը։ Ինչ որ մեկը գրել է թիվ 143, չգիտեմ այդ ինչին է։ Այստեղ կան տեսակետներ, կորցնելիս մենք մարդ ենք, այստեղ կա տեսակետ, որ յուրաքանչյուր ոք անփոխարինելի է, անկրկնելի է, համաձայն եմ իհարկե, մի տարվա մասին է խոսքը, հա, այստեղ պատասխանել եք իմ ասածին, թե ինչքան ժամանակ է, որ դա այդպես ձգվում է, հոգեբանության մեջ կա արդյոք որևէ հոգեկան շեղման տեսակ կամ որևէ հոգեբանական բնութագիր, որը հստակ նկարագրում է մարդու իրականությունը չընդունելը ու չգիտակցելը հենց կորստի տեսանկյունից։ Չէ, դա առանձին, այսինքն կա հստակ հոգեբանական հիվանդություն, հոգեկան խանգարում ենք մենք ասում դրան, որը իրականությունը չընդունելն է գիտակցում։ Նայեք, կորստի հենց պարագայում եթե նայենք, չէ, դասակարգումներում միայն բարդացված սուքն է, որի մեջ մտնում է, որ իրականությունը իրանք կարող են չընդունել որպես առանձին կետ, բայց հենց որ մենակ դրան վերաբերվի, գոնե ես տեղյակ չեմ, բայց բարդացված սքի մի պարամետրը հենց կարող է լինել, որ իրականությունը ընդհանրապես չեն ընդունում եւ ապրում են այնպես, ինչպես կապրեին սովորաբար։ Ինչպես աշխատել կորստի վախի հետ, երբ կորուստ չես ունեցել, բայց բացական մտքերը հաճախ են գալիս։ Սա կարծեմ, թե երևի տագնապի մասին է խոսքը։ Այս հարցն էլ, որ պատասխանեմ, շատ երկար կպատասխանեմ, որովհետև մի քիչ էլ անցնում է մեր թեմայից դուրս, կամ սա տագնապներին է վերաբերվում, կամ ուրիշի տեսած կորստից ոնց որ վախերին է վերաբերվում, որ իրենց հետ էլ կպատահի, ոնց հասկանում եմ, տագնապին է վերաբերվում։ Ես խոստանում եմ, որ սրա վերաբերյալ նյութ կամ տեսաձայնագրություն մերսի,
թեմա եք ոնց որ առաջարկում, որի վերաբերյալ կանդրադառնամ։ Անչափ շնորհակալություն, սիրո մասին էլ ուզում էիք խոսել։ Սիրո մասին? Ինչ եմ ասել սիրո մասին, որ կիսատ եմ թողել։ Մենք ունենանք հասանելիություն սլայդի նյութերին, թե չէ, ես ձայնագրությունը, չնայած որ ձեր հարցերը եւ ձեր վիդեոները կան, ձեր թույլտվությամբ դնելու եմ իմ էջում, եթե ձայնագրությունը էջում լինի, սլայդերի հասանելիություն կունենաք։ Հակառակ դեպքում մի քիչ տեխնիկապես գործը բարդանում է, ես պատրաստ եմ այդ սլայդերը ուղարկել ձեր բոլորի email-ներին, բայց այդ մի քիչ ոնց որ կարող է բարդանա, բայց ես ձայնագրությունը կդնեմ էջում, բնականաբար սլայդերը այնտեղ կլինեն, դուք կարող եք դրանից օգտվել։ Դեռ շարունակելի լինի սիրով կմասնակցեմ, անհայտ կորածների հետ սա շատ առանձին պատմություն է։ Ինքը ինքնասպանությունը արդեն ասեցի անհայտ կորածները իրենք իրենցով ոնց որ բարդ կորուստ են եւ իրենք իրենցով պայմանավորում են հետո ոնց որ սա անավարտ սուք է, անորոշ սուք է եւ ունի իր առանձնահատկությունները բնականաբար, լինում է որ մենք տրեյնինգների ժամանակ եղել է որ խոսել ենք սրա մասին, երևի սրա վերաբերյալ արժի էլի ես ինչ-որ նյութ կձայնագրեմ, կդնեմ էջում։ Հալյուցինացիաները որքանով են նորմալ, հալյուցինացիաները երբեք նորմալ չեն։ Եթե կան հալյուցինացիաներ, այսինքն դա նշանակում է իրականությունից կտրվել եւ տեսնել ինչ-որ բաներ, որ ներկայում կան, բայց դրանք իրականում ներկայում չկան, սա միշտ մտահոգիչ է, անպայման դիմեք մասնագետի։ Այստեղ շնորհակալություններ են, ես եմ շնորհակալ ձեր հետաքրքրության համար։ Is the price of the pay, Սոնան, այո։ Սա մերսի Սոնա ջան, Սոնան որ չլներ ինչ էի անելու, չգիտեմ։ Այո։ Սա որ սուքը սիրո գինն է, ինքը անգլերենով ոնց որ էս մեր չաթի մեջ գրել է, անգլերեն չեմ կարդա, բայց այո, ոնց որ այդ ցավը նորմալ է։ Ցավը այդ գինն է, որ մենք տալիս ենք սիրո համար։ Աննորմալ կլներ, չէ՞ որ մեկին սիրեինք, իրանք կորցնեին, չցավայինք։ Նախորոք զգալը տվյալ անձի կորուստը կբացատրեք, ես շատ երկար կխոսեմ, սա շատ տարբեր հոգեկան առանձնահատկությունների մասին կարող է խոսել, դրա համար այստեղ Վարդուհին դրել է հայտարարություն, որ այստեղ ունենալու ենք օֆլայն հանդիպում, բայց այստեղ բոլորը ոնց որ Հայաստանի մասնակիցներ են, իրենց դա չի վերաբերվում։ Ես կարծեք բոլոր հարցերին են ինչ որ չաթում գրել էի անդրադարձա։ Եթե էլի հարցեր ունեք, խնդրեմ, եթե չէ, ես ընդունում եմ, որ դա մեծ համարձակություններ կորստի մասին 2 ժամում խոսելու պատասխանատվությունը, ինչպես հասկանում եք, անհնար էր, դե բայց ինչքան որ հասցրեցինք, եթե ինչ-որ գաղափարներ հնչեցին, որ դուք դա կվերցնեք կամ ձեզ պետք կգա կամ կօգտագործեք, շատ լավ, ես ինձ համար էստեղից կվերցնեմ, որ այդենց առանձին բաղադրիչներ, ասենք մեղքի զգացում, անհայտ կորածների դեպքում, առանձին երևի կարիքը կա, որ անդրադառնանք, միևնույնն է կորուստը միշտ մնում է բարդ, սուգը ապրելը միշտ մնում է անհատական եւ միշտ ունի իր առանձնահատկությունները եւ միշտ հեշտ չի։ Եթե հարցեր ունեք, խնդրեմ, եթե չէ, ես իրոք անչափ շնորհակալ եմ ձեր հետաքրքրության համար։ Ես կմտածեմ ձեր բարձրացած թեմաներին, ոնց հետո անդրադառնալ ու պատասխանել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։